Դատարանում ամեն ինչ կարծես թե ընթանում էր ինչպես հերթական սովորական դատական նիստը, ազդեցիկ գործարարի նրա հղի կնոջ միջ։ Բայց երբ Ամբաստանյալի նոր ընկերուհին բոլորի ներկայությամբ դաժանաբար հարձակվում է հղի կնոջ վրա, քաոս է սկսվում։ Այն, ինչ ոչ ոք չգիտեր, այն էր, որ դահլիճ նոր մտած դատավորը Զոհի հայրն էր։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին գրեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Մարինեն այդ հինգշաբթի առավոտյան արթնացավ սրտում մի ծանրություն զգալով, որն արդեն լավ ծանոթ էր նրան։ Արդեն 7 ամիս էր, ինչ հղիության մասին իմանալուց ի վեր, այդ զգացումը դարձել էր նրա անցանկալի ուղեկիցը, մի ստվեր, որը հետում էր նրան բնակարանի դատարկ սենյակներով, որը մի ժամանակ իր տունն էր։ Նա ձեռքերը դրեց կլորացած փորին զգաց, թե ինչպես է երեխան շարժվում, կարծես ուզում էր հիշեցնել, որ մենակ չէ։ Բայց իրականում Մարինեն իր ամբողջ կյանքում իրեն այնքան մենակ երբեք չէր զգացել։ Երանի կենտրոնում գտնվող բնակարանն այլս նախկին ջերմությունը չուներ։ Սպիտակ պատերն ավելի սառն էին թվում, նրբաճաշակ դիզայնով կահույքը կորցրել էր իր իմաստը, նույնիսկ ծառաշատ պողոտայի վրա բացվող հիասքանչ տեսարանն այլս չէր կարողանում նրանից գոհունակության հոգոց կորզել։ Այնտեղ մնացել էին միայն հիշողություններ մի ամուսնությունից, որը քարտե տնակի պես փլուզվել էր, անաղմուկ, մինչ որ այլս պահող ոչինչ չմնաց։ Նա գնաց խոհանոց, երիցուկի թեյ պատրաստեց, նստեց ճաշասեղանի մոտ, որտեղ այնքան անգամ ճաշել էր Ռոբերտի հետ։ Ռոբերտ Ալեքսանյան, այն մարդը, որը խոստացել էր հավերժ սիրել իրեն, որը նրան ադամանդե մատանի էր նվիրել, երդվել էր իր կողքին ընտանիք կառուցել։ Նույն այն մարդը, որը ամիսներ առաջ պարզապես հայտարարեց, որ ամեն ինչ ավարտված է։ Առանց մանրամասն բացատրությունների, առանց տեսանելի զղջման, պարզապես այն մարդու սառնությամբ, ով դեն է նետում մի բան, որն այլս պետքական չէ։ Մարինեն դեռ հիշում էր այն գիշերը, երբ ամեն ինչ փոխվեց։ Նա 5 ամսական հղի էր, փորն արդեն ակնհայտ էր, երբ Ռոբերտը գրասենյակից ուշ եկավ, անթերի կոստյումով, օծանելիքի այլ բույրով, հեռու հայացքով։ Նա նույնիսկ չսպասեց, որ Մարինեն հարցնի։ Պարզապես ասաց, որ ուրիշին է հանդիպել, որ սիրահարված է, որ այլս չի կարող ստի մեջ ապրել։ Մարինեն զգաց, թե ինչպես է գետինը փախչում իր ոտքերի տակից։ Փորձեց վիճել, հիշեցնել խոստումների, իրենց սպասվելիք երեխայի մասին, բայց Ռոբերտը անդրդվելի էր։ Ասաց, որ դա չէր պլանավորել, որ ամեն ինչ պարզապես այդպես ստացվեց, որ նա պետք է ընդունի դա։ Ընդունել։ Կարծես հնարավոր լիներ ընդունել, որ իր երեխայի հայրը լքում է իրեն հենց այն ժամանակ, երբ նա ամենաշատն իր կարիքն ուներ։ Կարծես հնարավոր լիներ ընդունել, որ բոլոր ծրագրերը, բոլոր երազանքները, բոլոր այն գիշերները, երբ խոսում էին ապագայի մասին, այլս ոչինչ չէին նշանակում։ Մարինեն այդ գիշեր լացեց այնքան, մինչ արցունքներն սպառվեցին։ Եվ երբ հաջորդ օրը արը ծագեց, նա հասկացավ, որ պետք է ուժեղ լինի։ Ոչ թե իր, այլ իր որովայնում աճող երեխայի համար։ Հեռախոսը զանգեց, Մարինեին դուրս բերելով հիշողություններից։ Ջուլիանան էր, նրա լավագույն ընկերուհին համալսարանական տարիներից։ Ջուլիանան միշտ եղել էր նրա մտերիմը, այն մարդը, ով գիտեր նրա կյանքի յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր ուրախություն, յուրաքանչյուր ցավ։ Վերջին ամիսներին նա դարձել էր կենսական կարողության հենարան, գրեթե ամեն օր այցելելով Մարինեին, ուտելիք, ընկերակցություն քաջալերող խոսքեր բերելով։ Ալո, Ջուլի, ասաց Մարինեն, փորձելով ավելի աշխույժ թվալ, քան իրականում էր։ Մարի, ո՞նց ես։ Այսօր կարողացա՞ր քնել, Ջուլիանայի ձայնում այն անկեղծ անհանգստությունն էր, որը կարող են արտահայտել միայն իսկական ընկերուհիները։ Մի քիչ քնեցի։ Արթնացա, մտածելով, թե այսօր ինչ է լինելու, Մարինեն հոգոց հանեց, նայելով պատի ժամացույցին։ Ընդամենը մի քանի ժամ էր մնացել ամուսնալուծության դատական նիստին քաղաքային դատարանում, մի վայր, որը երբեք չէր պատկերացնի, թե ստիպված կլինի ճանաչել, առավելս այս հանգամանքներում։ Դու պարտավոր չես մենակ գնալ, Մարի։ Ես քեզ հետ կգամ։ Ամբողջ ընթացքում քո կողքին կլինեմ, վստահ ասաց Ջուլիանան։ Գիտեմ, Ջուլի։ Եվ շնորհակալ եմ դրա համար։ Բայց վախենում եմ։ Չգիտեմ, ինչ սպասել։ Ռոբերտը Երանի լավագույն փաստաբաններին է վարձել։ Նա փող ունի, ազդեցություն ունի, ամեն ինչ իր օգտին է։ Իսկ ես ունեմ միայն ճշմարտությունը։ Ճշմարտությունը հզոր է, Մարի։ Մի թերագնահատիր դա։ Եվ դու նա իրավունքներ ունես։ Այս երեխան իրավունքներ ունի։
Ռոբերտը չի կարող պարզապես փախչել իր պարտականություններից։ Մարինեն գիտեր, որ Ջուլիանան ճիշտ էր, բայց մինույն է, վախը չէր անցնում։ Ռոբերտը պարզապես հաջողակ գործարար չէր։ Նա երկրի խոշորագույն կառուցապատող ընկերություններից մեկի սեփականատերն էր, պատասխանատու էր միլիոնավոր դրամների նախագծերի համար, ուներ քաղաքական սոցիալական կապեր, որոնք տարածվում էին ամբողջ քաղաքով մեկ։ Երբ նա ինչ-որ բան էր ուզում, սովորաբար ստանում էր։ Եվ Մարինեն վախենում էր, որ այս անգամ էլ բացառություն չի լինի։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, Ջուլի։ Հիմա պետք է հագնվեմ։ Կհանդիպենք դատարանում, լավ։ Ժամը 9-ին այնտեղ կլինեմ։ Մի անհանգստացիր, Մարինե։ Ամեն ինչ լավ կլինի։ Կտեսնես։ Մարինեն անջատեց հեռախոսը, նայեց միջանցքի հայելու մեջ իր արտացոլանքին։ Դեմքին հոգնածության նշաններ կային, աչքերի տակից շրջանակներ, որոնք ոչ մի շպար չէր կարող ամբողջությամբ թաքցնել, բայց կարս մի բան։ Վճռականություն կար։ Նա հագավ մուգ կապույտ զգեստ, պարզ, բայց էլեգանտ, շագանակագույն մազերը հավաքեց զուսպ կոկոնի մեջ, հագավ ցածրակրուն կոշիկներ։ Չէր ուզում ուշադրություն գրավել։ Ուզում էր պարզապես հնարավորինս արժանապատվորեն անցնել այս ամենի միջով։ Տաքսին ճիշտ ժամը 8:30-ին ժամանեց։ Մարինեն դանդաղ իջավ շենքից, յուրաքանչյուր աստիճանը մի հիշողություն էր այն մասին, թե ինչպես էր իր կյանքը փոխվել վերջին ամիսներին։ Վարորդը, միջին տարիքի մի պարոն, օգնեց նրան նստել մեքենան, ուղղորդեց դեպի դատարան։ Ճանապարհին Մարինեն պատուհանից դիտում էր քաղաքը։ Երանն արթնանում էր իր խելահեղ ռիթմով, մարդիկ շտապում էին աշխատանքի, լեփ-լեցուն ավտոբուսներ, փողոցային վաճառողներ, որոնք բացում էին իրենց կրպակները։ Կյանքը շարունակվում էր իր բնականոն հունով, անտարբեր այն անձնական դրամայի նկատմամբ, որին նա պատրաստվում էր դիմակայել։ Դատարանը վեհաշուկ շենք էր, շրջապատված ճաղերով, անվտանգության աշխատակիցներով։ Մարինեն վճարեց ուղևարցը, քայլեց դեպի մուտքը, ամուր բռնելով պայուսակը, կարծես դա կարող էր իրեն ավելի շատ քաջություն տալ։ Ջուլիանան արդեն սպասում էր նրան դռան մոտ, Մարինեի վարձած փաստաբանի, պարոն Հենրիկ Թավադյանի ուղեկցությամբ, ով փորձառու, ալեհեր մազերով թափանցող հայացքով տղամարդ էր։ Մարինե, բարի լույս, ասաց Հենրիկը, մեկնելով ձեռքը։ Ամեն ինչ պատրաստ է։ Երեք գիշեր վերանայեցինք բոլոր փաստաթղթերը։ Ձեր իրավիճակը պարզ է, արդար։ Դուք ունեք ալիմենտի, գույքի բաժանման, երեխայի լիարժեք խնամակալության իրավունք, քանի որ Ռոբերտը կամավոր լքել է ամուսնական տունը։ Մարինեն գլխով արեց։ Բայց ձեռքերը թեթակի դողում էին։ Ջուլիանան նկատեց դա, բռնեց նրա ձեռքը, քնքշորեն սեղմելով։ Խորը շունչ քաշիր, Մարի։ Շուտով կանցնի։ Նրանք անցան մետաղորսիչով, բարձրացան աստիճաններով, մինչ երրորդ հարկ երկար միջանցքով գնացին դեպի այն դահլիճը, որտեղ պետք է տեղի ունենար նիստը։ Այլ մարդիկ էլ էին սպասում, փաստաբաններ, որոնք ցածրաձայն խոսում էին, աշխատակիցներ, որոնք գործերի կույտեր էին տանում։ Այնտեղ ամեն ինչ կարծես թե գործում էր մեխանիկական, սառը ռեժիմով, հեռու այն մարդկային հույզերից, որոնք ներկայացնում էր յուրաքանչյուր գործ։ Մարինեն նստեց փայտե նստարանին, սպասեց։ Սիրտը ուժգին բաբախում էր, ձեռքերը քրտնում էին, նա զգում էր, թե ինչպես է երեխան անհանգիստ շարժվում, կարծես զգում էր մոր լարվածությունը։ Նա փակեց աչքերը, փորձեց հանգստանալ, բայց հենց այդ պահին լսեց այն ձայնը, որն այնքան վախենում էր նորից լսել։ Մարինե։ Նա բացեց աչքերը, տեսավ Ռոբերտին, կանգնած իր դիմաց։ Նա անթերի էր, ինչպես միշտ, մոխրագույն կոստյում, կոկիկ հարթուկված փողկապ, մազերը հետ սանրած։ Բայց նրա հայացքում ինչ-որ բան այլ էր։ Նա այլս այն մարդը չէր, ում ինքը ճանաչում էր։ Նա օտար էր, սառը, հաշվենկատ։ Ռոբերտ, պատասխանեց Մարինեն, փորձելով ձայնը հաստատուն պահել։ Մենք կարիք չունենք այս ամենի միջով անցնելու, գիտես։ Կարող էինք ամեն ինչ քաղաքակիրթ ձով լուծել, առանց փաստաբանների, դատարանների։ Քաղաքակիրթ, Մարինեն զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում։ Դու ինձ հղի լքեցիր, Ռոբերտ։ Դու քանդեցիր մեր ընտանիքը։ Ինչպես կարող էր դա քաղաքակիրթ լինել։ Ռոբերտը հոգոց հանեց, կարծես համար երեխայի հետ գործ ունենար։ Դրամատիկ մի եղիր, Մարինե։ Դու լավ կլինես։ Ես կկատարեմ իմ ֆինանսական պարտավորությունները։ Բայց մի սպասիր, որ ես կապված մնամ մի իրավիճակի, որն ինձ այլս երջանիկ չի դարձնում։ Իրավիճակ, Մարինեն ոտքի կանգնեց, դիմակայելով նրան։
Մենք խոսում ենք ամուսնության, Ռոբերտ, երեխայի մասին։ Ոչ թե մի գործարքի, որը կարող է պարզապես չեղարկել։ Նախքան Ռոբերտը կկարողանար պատասխանել, մի կին մոտեցավ։ Մարինեի ստամոքսը սեղմվեց։ Նա էր Վերոնիկան, այն կինը, որը քանդել էր իր ամուսնությունը։ Նա այն ամենն էր, ինչ Մարինեն չէր։ Բարձրահասակ, շիկահեր, շքեղ հագնված, համարձակ լանջաբացվածքով չափազանց բարձր կրունկներով, որոնք բոլորովին անհարիր էին դատարանի համար։ Բայց Վերոնիկային կարծես դա չէր հուզում։ Նա քայլում էր ամբարտավան վստահությամբ, կարծես աշխարհը նրան ինչ-որ բան պարտք լիներ։ Սերս, ամեն ինչ կարգին է, Վերոնիկան մտերմաբար դիպավ Ռոբերտի թին, մարտահրավեր նետող հայացք գցելով Մարինեի վրա։ Մարինեն զգաց, որ արցունքները սպառնում են հոսել, բայց զսպեց իրեն։ Նրանց չէր տա իրեն լաց լինելիս տեսնելու հաճույքը։ Ջուլիանան ոտքի կանգնեց ընկերուհու կողքին, լուռ պաշտպանության ժեստով։ Ամեն ինչ վերահսկողության տակ է, պատասխանեց Ռոբերտը, անտեսելով Մարինեին ուշադրությունը դարձնելով Վերոնիկային։ Արի շուտ մտնենք։ Ուզում եմ միանգամից լուծել այս հարցը։ Այդ պահին դատական նիստերի դահլիճի դուռը բացվեց, մի աշխատակից հայտարարեց, որ պատրաստ են սկսելու։ Մարինեն խորը շունչ քաշեց, ուղեց զգեստը փորի վրա մտավ դահլիճ, հետից Ջուլիանան իր փաստաբանը։ Ռոբերտը Վերոնիկան մտան անմիջապես հետից, 3 փաստաբաններից բաղկացած թիմի ուղեկցությամբ։ Դահլիճը ընդարձակ էր, աթոռները շարքերով դասավորված, կենտրոնում մեծ սեղան, իսկ հետում այն բարձրադիր սեղանը, որտեղ պետք է նստեր դատավորը։ Հանդիսատեսի շարքերում մի քանի մարդ կար, հանրային հետաքրքրություն ներկայացնող գործեր լուսաբանող լրագրողներ, հետաքրքրասերներ, դատարանի մի քանի աշխատակիցներ։ Մարինեն զգաց այդ բոլոր հայացքների ծանրությունն իր վրա։ Նա նստեց իր փաստաբանի կողքին, պայուսակը դրեց ծնկներին, ձեռքերը խաչեց փորի վրա, բնազդական պաշտպանության ժեստով։ Ռոբերտը Վերոնիկան նստեցին դահլիճի մյուս կողմում։ Մարինեն խուսափում էր նրանց նայելուց, բայց զգում էր Վերոնիկայի ներկայությունը, լսում էր նրա ցածր ծիծաղը, նրա շնջացող մեկնաբանությունները, որոնք ակնհայտորեն արվում էին սադրելու համար։ Կարծես նա ուզում էր հասկացնել, որ հաղթել է, որ Մարինեն ընդամենը մի խոչընդոտ է, որը շուտով կվերացվի։ Մարինեի փաստաբանը, պարոն Հենրիկը, փաստաթղթերը դասավորեց սեղանի վրա, կռացավ, ցածրաձայն խոսելու նրա հետ։ Հանգստություն պահպանեք, Մարինե։ Ինչ էլ պատահի, մի արձագանքեք։ Թողեք, որ ես զբաղվեմ ամեն ինչով։ Մարինեն գլխով արեց, բայց սիրտը խփում էր ուժգին։ Նա շուրջը նայեց, նկատեց լրագրողներին, որոնք նշումներ էին անում իրենց տետրերում, տեսավ մի քանի հանդիսատեսի, որոնք զգուշորեն հանում էին իրենց հեռախոսները, հավանաբար ինչ-որ սկանդալի սպասելով։ Ամբողջ իրավիճակը անիրական էր թվում։ Ինչպես էր իր կյանքը հասել այս կետին։ Ինչպես էր մի սեր, որն այդքան ամուր էր թվում, այդքան արագ փլուզվել։ Րոպեները ձգձգվում էին։ Աշխատակիցը ստուգում էր թղթերը, խոսում փաստաբանների հետ, նշումներ անում։ Մարինեն յուրաքանչյուր վայրկյանը զգում էր որպես հավերժություն։ Երեխան նորից շարժվեց, նա ձեռքը դրեց փորին, մտքում մխիթարական խոսքեր շնջալով, կարծես որդին կարող էր լսել, հասկանալ իրեն։ Հենց այդ ժամանակ Վերոնիկան ոտքի կանգնեց իր աթոռից, ջուր վերցնելու պատրվակով։ Նա քայլեց դեպի պատի մոտ գտնվող ջրի ցայտաղբյուրը, բայց վերադառնալիս միտումնավոր անցավ Մարինեի մոտով։ Նրանց հայացքները հանդիպեցին, Մարինեն այնտեղ տեսավ մի խորը, անբացատրելի ատելություն։ Այդքան չարության համար պատճառ չկար։ Նրանք երբեք չէին ճանաչել միմյանց, երբեք որևէ կոնֆլիկտ չէին ունեցել։ Բայց Վերոնիկան ատում էր նրան պարզապես գոյություն ունենալու համար, այն կինը լինելու համար, ում Ռոբերտը մի ժամանակ սիրել էր, նրա երեխային կրելու համար։ Մարինեն փորձեց հայացքը շեղել, բայց նախքան կկարողանար արձագանքել, Վերոնիկան կանգնեց նրա կողքին։ Մի կարճ պահ Մարինեն մտածեց, որ նա ինչ-որ բան է ասելու, ինչ-որ բանավոր սադրանք։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ, շատ ավելի վատ էր։ Արագ հաշվարկված դաժան շարժումով Վերոնիկան բարձրացրեց ոտքը, ուժգին հարված հասցրեց Մարինեի որովայնին։ Հարվածը չոր էր, ցավոտ, կործանարար։ Մարինեն զգաց, կարծես ամբողջ օդը դուրս քաշվեց իր թոքերից։ Ցավը պայթեց նրա որովայնում, տարածվելով ամբողջ մարմնով։ Նա փորձեց գոռալ, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Ձեռքերը բնազդաբար թռան դեպի փորը, փորձելով պաշտպանել երեխային, բայց արդեն ուշ էր։ Վնասը հասցված էր։
Դահլիճը մի քանի վայրկյան բացարձակ լռության մեջ մնաց, կարծես ոչ ոք չէր կարողանում ընկալել, թե ինչ էր տեղի ունեցել։ Հետո քաոս սկսվեց։ Մարինեն սայթաքեց, բռնելով սեղանից, որպեսզի չընկնի։ Ջուլիանան ճչաց, վազելով նրան օգնելու։ Փաստաբան Հենրիկը տեղից վեր թռավ, բղավելով ագրեսիայի դեմ։ Հանդիսատեսի շարքերում մի քանի մարդ ոտքի կանգնեց, ոմանք գոռում էին, մյուսները հանում էին իրենց հեռախոսները, տեսարանը նկարահանելու համար։ Լրագրողներն առաջ շարժվեցին, անհամբեր սպասելով սկանդալի յուրաքանչյուր մանրուքը ֆիքսելուն։ Իսկ Վերոնիկան? Վերոնիկան ժպտաց։ Սառը, դաժան, գոհունակ ժպիտով։ Նա արամարանքով նայեց Մարինեին, բոլորի համար լսելի բարձրությամբ մրմնջաց. Դու արժանի էիր։ Մարինեն զգում էր, թե ինչպես է ցավը բաբախում իր որովայնում։ Մարմինը սպազմներով էր արձագանքում, կծկվում, նա վախեցավ։ Վախեցավ, որ ինչ-որ սարսափելի բան է պատահել իր երեխայի հետ, վախեցավ կորցնել այն միակ լավ բանը, որ դեռ մնացել էր իր կյանքում։ Արցունքները վերջապես դուրս պրծան, հոսելով նրա դեմքով, մինչ նա փորձում էր շնչել, փորձում էր գիտակցությունը պահպանել, փորձում էր պայքարել այն ցավի դեմ, որը սպառնում էր կլանել իրեն։ Ռոբերտը, որ է անհանգստություն ցույց տալու փոխարեն, ոտքի կանգնեց, պաշտպանողական գրկեց Վերոնիկային, կարծես նա լիներ զոհը։ Նա շուրջը նայեց, ցնցված մարդկանց, նկարահանող լրագրողներին, ու ցուն ունեցավ ասելու. Նա սայթաքեց։ Իմ հարսնացուն պարզապես առանց ուզենալու դիպավ նրան։ Սա ծիծաղելի չափազանցություն է։ Սուտ է, գոռաց Ջուլիանան, դեռ բռնելով Մարինեին։ Բոլորը տեսան, թե նա ինչ արեց։ Նա հարձակվեց հղի կնոջ վրա։ Սա հանցագործություն է։ Դուք ապացույցներ չունեք, պատասխանեց Ռոբերտի փաստաբաններից մեկը, արդեն պաշտպանական դիրք ընդունելով։ Դա դժբախտ պատահար էր։ Իմ պաշտպանյալը երբեք միտումնավոր բան չէր անի։ Բայց հեռախոսներն արդեն նկարահանում էին։ Մի քանի մարդ ֆիքսել էր այդ պահը։ Ճշմարտությունն այնտեղ էր, տեսագրված, անժխտելի, անհերքելի։ Եվ նույնիսկ այդ դեպքում Ռոբերտը փորձում էր շահարկել պատմությունը, փորձում էր պաշտպանել Վերոնիկային, փորձում էր Մարինեին ներկայացնել որպես չարագործ, դրամատիկ, ստախոս։ Մարինեն փորձեց ոտքի կանգնել, բայց մարմինը չէր ենթարկվում։ Ցավը չափազանց ուժեղ էր։ Ջուլիանան բռնեց նրան, թույլ չտալով ընկնել։ Փաստաբան Հենրիկը բժշկական օգնություն էր կանչում, պահանջելով, որ ինչ-որ մեկը շտապօգնություն կանչի։ Աղմուկը մեծանում էր, ձայները խառնվում էին, Մարինեն զգում էր, կարծես մի մղձավանջի մեջ լիներ, որից չէր կարողանում արթնանալ։ Հենց այդ ժամանակ Վերոնիկան որոշեց ավելի հեռուն գնալ։ Կարծես ֆիզիկական ագրեսիան բավարար չլիներ, նա սկսեց բանավոր սադրել։ Բարձրացրեց ձախ ձեռքը, ցուցադրելով հսկայական նշանադրության մատանին, բարձրաձայն ասաց. Լավ նայեք, ժողովուրդ։ Սա այն մատանին է, որ Ռոբերտը ինձ է տվել։ Մենք շուտով ամուսնանալու ենք։ Իսկ ինչ վերաբերում է նրան, արամարանքով մատնացույց արեց Մարինեին, նա պարզապես փորձում է զոհի տեղ դնել իրեն, որպեսզի ավելի շատ փող ստանա։ Հղիությունն օգտագործում է որպես շանտաժ։ Մարինեն զգաց, թե ինչպես է նվաստացումը գումարվում ֆիզիկական ցավին։ Սա պարզապես ամուսնալուծություն չէր։ Սա հանրային մահապատիժ էր, իր արժանապատվությունը ոչնչացնելու, իրեն փոքր աննշան մանիպուլյատոր ներկայացնելու միտումնավոր փորձ։ Բայց հետո Մարինեի մեջ ինչ-որ բան փոխվեց։ Ցավի, վախի, նվաստացման մեջ ուժի մի կայծ վառվեց։ Նա հիշեց բոլոր այն անգամները, երբ լռել էր, բոլոր այն անգամները, երբ ընդունել էր Ռոբերտի արդարացումները, բոլոր այն անգամները, երբ փորձել էր լինել կատարյալ, հասկացող, համբերատար կին։ Եվ հասկացավ, որ այդ ամենը ոչ մի օգուտ չէր տվել։ Ռոբերտը դավաճանել էր իրեն, լքել էր, հիմա կանգնած էր մի կնոջ կողքին, ով առանց զղջման հարձակվում էր իր վրա։ Այլս ոչ, շնջաց Մարինեն, դեռ բռնելով փորը։ Այլս չեմ լռելու։ Հսկայական ջանքերով նա ոտքի կանգնեց։ Ոտքերը դողում էին, մարմինը ցավում էր, բայց միտքը պարզ էր։ Նա ուղիղ նայեց Ռոբերտին, անտեսելով Վերոնիկային, անտեսելով փաստաբաններին, անտեսելով մնացած բոլորին։ Դու այլս իշխանություն չունես իմ վրա, Ռոբերտ, ասաց նա, ձայնը հաստատուն, չնայած ցավին։ Դու կարող ես փող ունենալ, կարող ես փաստաբաններ ունենալ, կարող ես ազդեցություն ունենալ։ Բայց դու այլս ինձ չունես։ Եվ մեր երեխային չես ունենա։ Ես կպայքարեմ նրա համար։
Ես կպաշտպանեմ նրան քեզնից ցանկացած մեկից, ով կփորձի մեզ վնասել։ Հաջորդած լռությունը տարբեր էր։ Դա ցնցման լռություն չէր, այլ հարգանքի լռություն։ Հանդիսատեսի շարքերում մի քանի մարդ սկսեց զուսպ ծափահարել։ Մյուսները հավանության նշանով գլխով արեցին։ Մարինեն, նույնիսկ վիրավոր, նույնիսկ խոցելի, ոտքի էր կանգնում։ Եվ այնտեղ գտնվող բոլորը գիտակցում էին, թե դա ինչպիսի քաջություն է պահանջում։ Ռոբերտը առաջին անգամ շփոթված թվաց։ Նա բերանը բացեց պատասխանելու, բայց նախքան որևէ բան կասեր, դահլիճի դռները բացվեցին։ Մի տղամարդ ներս մտավ։ Բարձրահասակ, ամուր կազմվածքով, ալեհեր մազերով, լուրջ հայացքով։ Նա հագել էր դատավորիս պատմուջանը, նրա արտաքինը բնատուր հեղինակություն կրող մարդու տեսք ուներ։ Նա քայլեց դեպի բարձրադիր սեղանը, ուշադիր դիտելով իր արջի տեսարանը։ Նա գործով նշանակված դատավորն էր։ Այն մարդը, ով պետք է որոշեր Մարինեի, նրա երեխայի, նրա կյանքից մնացած ամեն ինչի ապագան։ Եվ մինչ նա նստում էր, ուղղելով իր արջի թղթերը, Մարինեն զգաց, թե ինչպես է սարսուռն անցնում իր մարմնով։ Այդ դեմքում ինչ-որ ծանոթ բան կար, ինչ-որ բան, որը նա չէր կարողանում անմիջապես բացահայտել, բայց որը խորը ինչ-որ բան էր արթնացնում իր հիշողության մեջ։ Դատավորը շուրջը նայեց դահլիճին, նկատեց քաոսը, հուզված մարդկանց, նկարահանող հեռախոսները, հետո նրա հայացքը կանգ առավ Մարինեի վրա։ Նա երկար ուսումնասիրեց նրան, Մարինեն ինչ-որ բան տեսավ նրա հայացքում։ Դա այն անանձնական սառնությունը չէր, որը սպասում էր դատավորից։ Դա ավելին էր։ Դա ճանաչում էր։ Դա անհանգստություն էր։ Եվ հետո, մի ակնթարթում, Մարինեն հասկացավ։ Սիրտը սկսեց ուժգին բաբախել, ոչ թե վախից, այլ մի հուզմունքից, որը չէր կարողանում անվանել։ Որովհետև այդ մարդը, այդ դատավորը, որն այժմ իր ձեռքում էր պահում իր կյանքի ճակատագիրը, օտար չէր։ Բայց Մարինեն ժամանակ չունեցավ այդ բացահայտումը մարսելու։ Որովայնի ցավը նոր ուժով վերադարձավ, ստիպելով նրան նորից սայթաքել։ Ջուլիանան բռնեց նրան, օգնություն կանչելով։ Դատավորը ոտքի կանգնեց իր աթոռից, անհանգստությունը ակնհայտ էր նրա դեմքին, բայց նախքան որևէ բան կարվեր, Ռոբերտը մի քայլ առաջ արեց։ Նա ձեռքերում թղթեր էր պահում, փաստաթղթեր, որոնք դաժանորեն շպրտեց Մարինեի արջի սեղանին։ «Ստորագրիր սա հիմա», պահանջեց նա, ձայնը լի սպառնալիքով։ «Ստորագրիր ամուսնալուծությունը խնամակալությունից հրաժարվելը։ Ստորագրիր վերջ տուր այս կրկեսին»։ Մարինեն նայեց թղթերին, հետո Ռոբերտին, հետո դատավորին։ Եվ նրա աչքերում այդ պահին ոչ միայն ցավ կար, այլ վճռականություն։ Որովհետև նա գիտեր իր հոգու խորքում, որ այս ճակատամարտը նոր էր սկսվում։ Մարինեն ամուր բռնել էր սեղանից, զգալով, թե ինչպես է իր մարմնի յուրաքանչյուր մկան բողոքում այն ցավի դեմ, որը դեռ բաբախում էր որովայնում։ Թղթերը, որ Ռոբերտը շպրտել էր իր առջ, կարծես թե կեղտոտում էին փայլեցված փայտը, ասես իրենց հետ բերել էին այդ պահի ողջ դաժանությունը։ Նա նայում էր դրանց, առանց իրապես տեսնելու, միտքը փորձում էր միաժամանակ մարսել այն ամենը, ինչ կատարվում էր։ Դատավորը կանգնած էր մնացել, տեսարանը դիտելով մի արտահայտությամբ, որը Մարինեն դեռ չէր կարողանում լիովին վերծանել։ Այդ աչքերում ինչ-որ բան կար, ինչ-որ բան, որը դուրս էր դատական հեղինակության սահմաններից, ինչ-որ խորապես անձնական բան։ Բայց նախքան նա կկարողանար խորանալ այդ մտքի մեջ, Ռոբերտս մեկ քայլ առաջ արեց դեպի նա։ «Ես քեզ հետ եմ խոսում, Մարինե», ասաց նա կտրուկ ձայնով։ «Ստորագրիր այս թղթերը։ Դու գիտես, որ դա անխուսափելի է։ Ինչու ես երկարացնում»։ Փաստաբան Հենրիկն անմիջապես կանգնեց Մարինեի Ռոբերտի միջ, զսպող ժեստով ձեռքը բարձրացնելով։ «Պարոն Ալեքսանյան, դուք պետք է ձեզ զսպեք։ Սա դատական նիստ է, ոչ թե փողոցային բանակցություն։ Ոչ մի փաստաթուղթ ճնշման տակ չի ստորագրվելու»։ Ռոբերտը արհամարանքով նայեց փաստաբանին։ «Դու ընդամենը երրորդ կարգի փաստաբան ես, որը փորձում է մի քանի կոպեկ աշխատել իմ նախկին կնոջ հաշվին։ Մի խառնվիր այնտեղ, ուր քեզ չեն կանչել։ Զգույշ եղեք ձեր խոսքերում, պարոն Ալեքսանյան», դատավորի ձայնը սրի պես կտրեց օդը։ «Ես հետում եմ այս դահլիճում կատարվող յուրաքանչյուր շարժմանը, ասված յուրաքանչյուր խոսքին։ Եվ այն, ինչ տեսել եմ մինչ այժմ, ինձ բոլորովին դուր չի գալիս»։ Ռոբերտը շրջվեց դեպի դատավորը, նրա կեցվածքը փոքր-ինչ փոխվեց։ Նա ուղղեց փողկապը, ընդունելով այն հաջողակ գործարարի դիրքը, որը սովոր է ստանալ այն, ինչ ուզում է։ «Հարգելի դատավոր, ներողություն եմ խնդրում աղմուկի համար։
Բայց վստահ եմ, որ դուք հասկանում եք, որ ամուսնական իրավիճակները կարող են հուզականորեն լարված լինել։ Իմ նախկին կինը փորձում է բարդացնել մի գործընթաց, որը պետք է պարզ լիներ։ Պարզ, Մարինեի ձայնն ավելի ուժեղ հնչեց, քան սպասում էր։ Դուք պարզ եք անվանում ինձ հղի լքելը։ Ձեր սիրուհուն դատարան բերելը ինձ նվաստացնելու համար։ Թույլ տալը, որ նա ինձ ֆիզիկապես վնասի։ Ոչ ոք քեզ չի վնասել, Մարինե, սառնասրտորեն հակադարձեց Ռոբերտը։ Դու սայթաքեցիր։ Մենք բոլորս տեսանք։ Սուտ է, Ջուլիանան ոտքի կանգնեց, դողալով զայրույթից։ Ես հենց նրա կողքին էի։ Այդ կինը միտումնավոր հարվածեց Մարինեին։ Եվ այստեղ տասնյակ մարդիկ կան, որոնք ամեն ինչ նկարահանել են։ Վերոնիկան, որն իր հարձակումից հետո մինչ այդ լուռ էր մնացել, որոշեց նորից հարձակման անցնել։ Նա ոտքի կանգնեց, ձեռքերը խաչեց ծաղրական ժպիտով նայեց Մարինեին։ Ախ, սիրելիս, դու իրոք կարծում ես, որ ինչ-որ մեկը կհավատա դրան։ Նայիր քեզ։ Հղի, փխրուն, հուսահատ։ Ակնհայտ է, որ փորձում ես համակրանք շահել։ Ռոբերտը պատմել է ինձ, թե որքան դրամատիկ ես դու։ Դատավորը մուրճով հարվածեց սեղանին, մի չոր ձայն, որն արձագանքեց դահլիճում անմիջապես լռեցրեց բոլորին։ Կարգ պահպանեք, պահանջեց նա։ Ես հիմա մի քանի կանոն կսահմանեմ։ Առաջին, ցանկացած անձ, ով կխախտի այս նիստի կարգուկանոնը, անմիջապես կհեռացվի։ Երկրորդ, բոլորը կմնան նստած լուռ, մինչ ես թույլ տամ խոսել։ Եվ երրորդ, նա դադար տվեց, ուղիղ նայելով Վերոնիկային, ֆիզիկական, բանավոր կամ հոգեբանական ագրեսիայի ցանկացած դրսևորում կդիտարկվի օրենքի ողջ խստությամբ։ Վերոնիկան թարթեց աչքերը, զարմացած դատավորի խիստ տոնից, բայց արագ վերականգնեց իր ամբարտավան դիմակը։ Ռոբերտը իր հերթին նորից նստեց, բայց Մարինեն կարող էր տեսնել լարվածությունը նրա ուսերին, այն, թե ինչպես էին մատները թմբկահարում սեղանին։ Նա սովոր չէր, որ իրեն հակառակվեին, առավելս հրապարակավ։ Մարինեն վերջապես կարողացավ նորից նստել, Ջուլիանայի օգնությամբ։ Որովայնի ցավը մի փոքր թուլացել էր, բայց վախը մնում էր։ Վախ երեխայի համար, վախ այն բանից, թե ինչ կարող էր դեռ տեղի ունենալ այդ դահլիճում, վախ այն բանից, թե ինչի էր ընդունակ Ռոբերտը, իր ուզածին հասնելու համար։ Դատավորը թերթեց մի քանի փաստաթուղթ, ուսումնասիրեց թղթեր, նշումներ արեց։ Դահլիճը լարված լռության մեջ էր, լսվում էր միայն էջերի շրխկոցը, գրիչների խշխշոցը։ Վերջապես, նա բարձրացրեց հայացքը, սկսեց խոսել։ Ես ուսումնասիրում եմ այս գործը, պետք է ասեմ, որ հազվադեպ եմ տեսել այսքան անկանոնություններով, մանիպուլյացիայի փորձերով լի գործ։ Պարոն Ալեքսանյան, այստեղ տեսնում եմ, որ դուք լքել եք ամուսնական տունը 3 ամիս առաջ, երբ ձեր կինը 5 ամսական հղի էր։ Դա ճիշտ է։ Ռոբերտը կոկորդը մաքրեց։ Այո, հարգելի դատավոր։ Բայց դա փոխադարձ որոշում էր։ Ամուսնությունն այլս չէր ստացվում։ Փոխադարձ որոշում, դատավորը հոնքը բարձրացրեց։ Հետաքրքիր է։ Որովհետև տիկին Մարինեի պաշտպանության կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն նրան տեղեկացրել են որոշման մասին առանց նախնական զգուշացման բառացիորեն մենակ են թողել այն բնակարանում, որը նա կիսում էր ձեզ հետ։ Դա ձեզ փոխադարձ է թվում։ Ռոբերտը բերանը բացեց պատասխանելու, բայց նրա գլխավոր փաստաբանը, բարակ ակնոցներով միջին տարիքի մի տղամարդ, միջամտեց։ Հարգելի դատավոր, իմ պաշտպանյալը հասկանում է իր ֆինանսական պարտականությունները, պատրաստ է դրանք կատարել։ Սակայն նա իրավունք ունի առաջ շարժվելու իր անձնական կյանքով։ Ոչ ոք չի կասկածի տակ դնում նրա առաջ շարժվելու իրավունքը, հանգիստ պատասխանեց դատավորը։ Ես կասկածի տակ եմ դնում այն ձը, որով դա արվել է, մյուս կողմին հուզական ու ֆիզիկական ճնշման տակ փաստաթղթեր ստորագրել տալու փորձերը։ Մարինեն թեթացման ալիք զգաց։ Վերջապես ինչ-որ մեկը տեսնում էր ճշմարտությունը, ինչ-որ մեկը իր կողմից էր։ Նա երախտագիտությամբ նայեց դատավորին, բայց երբ նրանց հայացքները հանդիպեցին, ինչ-որ բան տեղի ունեցավ։ Ճանաչման մի կայծ, կապի մի ակնթարթ, որը դուրս էր մասնագիտականի սահմաններից։ Եվ հետո Մարինեն հիշեց։ Տարիներ առաջ, երբ երեխա էր, նա ուներ հոգատար, սիրող հայր, որը նրան ամեն կիրակի տանում էր այգի, օգնում էր տնային աշխատանքներում, ծիծաղեցնում էր հիմար կատակներով։ Բայց երբ նա 12 տարեկան էր, ծնողները բաժանվեցին։ Դա դառը ամուսնալուծություն էր, լի մեղադրանքներով ու վիրավորանքներով։ Մայրը ստացավ խնամակալությունը, ժամանակի ընթացքում Մարինեն կորցրեց կապը հոր հետ։
Նա փորձում էր ներկա լինել, բայց մայրը դժվարացնում էր հանդիպումները, Մարինեն, շփոթված ու վիրավորված, ի վերջո հեռացավ։ Տարիներ անցան։ Մարինեն մեծացավ, համալսարան ընդունվեց, ծանոթացավ Ռոբերտի հետ, ամուսնացավ։ Հայրը երբեմն նամակներ էր ուղարկում, փորձում էր զանգել, բայց Մարինեն երբեք չէր պատասխանում։ Այնտեղ հին վիրավորանք կար, լքվածության զգացում, որը նա երբեք չէր կարողացել լիովին մարսել։ Եվ հիմա, նայելով այդ դատավորին, այդ աչքերին, որոնք այդքան ծանոթ էին թվում, Մարինեն զգաց, թե ինչպես է ինչ-որ բան շարժվում իր կրծքում։ Հնարավոր էր։ Նա էր։ Դատավորը շարունակում էր խոսել, ձայնը պրոֆեսիոնալ, բայց Մարինեն այլևս չէր լսում խոսքերը։ Նա ուսումնասիրում էր այդ դեմքի յուրաքանչյուր գիծ, յուրաքանչյուր մանրուք։ Շագանակագույն աչքերը, քթիձը, այն, թե ինչպես էր ճակատը կնճռոտում կարդալիս։ Ամեն ինչ ծանոթ էր թվում, բայց մինույն ժամանակ հեռու, ինչպես կիսով չափ մոռացված հիշողություն։ Պարոն Ալեքսանյան, շարունակեց դատավորը, տեսնում եմ նա, որ դուք պահանջում եք դեռ չծնված երեխայի համատեղ խնամակալություն։ Կցանկանայիք բացատրել, թե ինչպես եք պատրաստվում իրականացնել այդ խնամակալությունը, հաշվի առնելով, որ լքել եք մորը հղիության ընթացքում։ Ռոբերտը ուղղվեց աթոռին։ Հարգելի դատավոր, ես ոչ ոքի չեմ լքել։ Պարզապես որոշում եմ կայացրել ավարտել մի հարաբերություն, որն այլևս չէր ստացվում։ Դա չի նշանակում, որ չեմ ուզում հայր լինել։ Մտադիր եմ ներկա լինել իմ որդու կյանքում։ Ներկա Մարինեն վերջապես նորից գտավ իր ձայնը։ Դու ինձ մեկ անգամ չես զանգել տնից գնալուց հետո, Ռոբերտ։ Չես հարցրել, ոնց է երեխան, արդյոք ինչ-որ բանի կարիք ունենք։ Ինչպես կարող ես ասել, որ ուզում ես ներկա լինել։ Ես քեզ տարածք էի տալիս, որպեսզի դու մարսես իրավիճակը, ծառնորեն պատասխանեց Ռոբերտը։ Գիտեի, որ դու չափազանց հուզական ես, ինչպես միշտ։ Հուզական, Ջուլիանան նորից ոտքի կանգնեց, վրդովված։ Նա հղի էր լքված։ Ցանկացած մարդ ցնցված կլիներ։ Դա հուզական լինել չէ, դա մարդկային լինել է։ Դատավորը նորից մուրճով հարվածեց։ Բոլորդ նստեք։ Հիմա։ Նրա ձայնը քննարկման տեղ չէր թողնում։ Նա խստորեն նայեց Ռոբերտին։ Պարոն Ալեքսանյան, խորհուրդ եմ տալիս ձեր խոսքերն ավելի զգույշ ընտրել։ Լքված հղի կնոջ օրինական հույզերը արժեզրկելը ձեզ չի օգնում արդարադատության աչքում։ Ռոբերտը ատամները կրճտացրեց, բայց լուռ մնաց։ Վերոնիկան, նրա կողքին, անհանգիստ էր թվում, շարժվում էր աթոռին, ակնհայտորեն ձանձրացած ամբողջ գործընթացից։ Նա հանեց հեռախոսը, սկսեց զբաղվել դրանով, բայց դատավորն անմիջապես ուշադրություն հրավիրեց։ Օրիորդ, ասաց նա, մատնացույց անելով Վերոնիկային։ Այդ սարքը հիմա դրեք մի կողմ։ Մենք դատական նիստի մեջ ենք, ոչ թե սրճարանում։ Վերոնիկան մարտահրավերով նայեց նրան։ Ես նույնիսկ այս գործի կողմ չեմ։ Ինչու պետք է այստեղ մնամ, լսելով այս ամբողջ ձանձրույթը։ Որովհետև պարոն Ալեքսանյանը ձեզ է բերել, հանգիստ պատասխանեց դատավորը։ Եվ անկեղծ ասած, այն բանից հետո, ինչի ականատեսը եղա քիչ առաջ, կարծում եմ, որ դուք շատ բան ունեք բացատրելու։ Վերոնիկան գունատվեց։ Ինչ նկատի ունեք։ Նկատի ունեմ, որ մի քանի վկաներ պնդում են, թե տեսել են, թե ինչպես եք դուք ֆիզիկապես հարձակվել հղի կնոջ վրա։ Դա լուրջ հանցագործություն է, պատշաճ կերպով կհետաքննվի։ Սա ծիծաղելի է, միջամտեց Ռոբերտը։ Ես արդեն բացատրել եմ, որ դա դժբախտ պատահար էր։ Պարոն Ալեքսանյան, դատավորը սառցե հայացքով շրջվեց դեպի նա, խորհուրդ եմ տալիս, որ դուք մի քանի րոպե լուռ մնաք։ Ես պետք է ուշադիր գնահատեմ այն, ինչ տեղի ունեցավ այստեղ այսօր։ Նա հետո շրջվեց դեպի Մարինեն։ Տիկին Մարինե, դուք այս պահին որը ցավ զգում եք։ Բժշկական օգնության կարիք ունեք։ Մարինեն խորը շունչ քաշեց, գնահատելով իր մարմինը։ Սուր ցավն անցել էր, բայց դեռ մշտական անհանգստություն էր զգում։ Հիմա ավելի լավ եմ, հարգելի դատավոր։ Բայց անհանգստացած եմ իմ երեխայի համար։ Ես կհրամայեմ, որ դուք այս նիստից անմիջապես հետո զննվեք բժշկի կողմից։ Ձեր երեխայի առողջությունը առաջնահերթություն են։ Մարինեն գլխով արեց, արցունքները նորից սպառնում էին հոսել, բայց այս անգամ դրանք ցավի կամ նվաստացման արցունքներ չէին։ Դրանք թեթացման արցունքներ էին։ Վերջապես ինչ-որ մեկը նրան արժանապատվորեն էր վերաբերվում, ինչ-որ մեկը մտահոգված էր նրա բարեկեցությամբ։
Դատավորը շարունակեց ուսումնասիրել փաստաթղթերը, հարցեր տալով երկու կողմերի փաստաբաններին, կազմելով իրադարձությունների ժամանակագրությունը։ Պարզ դարձավ, որ Ռոբերտը ամեն ինչ մանրակրկիտ պլանավորել էր։ Նա տեղափոխվել էր շքեղ բնակարան Վերոնիկայի հետ, իր ակտիվների մեծ մասը փոխանցել էր երրորդ անձանց անունով հաշիվների, փորձել էր նվազեցնել իր ընկերության արժեքը, ալիմենտը կրճատելու համար։ Դա հաշվարկված սառը գործողություն էր, նպատակ ունենալով Մարինեին թողնել հնարավորինս քիչ բանով։ Բայց դատավորը տեսնում էր այդ ամենի միջով։ Յուրաքանչյուր հարց, որ նա տալիս էր, բացահայտում էր Ռոբերտի փաստարկներից մեկ անհամապատասխանություն, խարդախության կամ մանիպուլյացիայից մեկ փորձ։ Եվ որքան նիստը առաջ էր գնում, Ռոբերտի վստահությունը սկսում էր թուլանալ։ Հենց այդ ժամանակ Վերոնիկան իր ամենամեծ սխալը գործեց։ Ձանձրացած զայրացած ամբողջ գործընթացից, նա որոշեց նորից սադրել Մարինեին։ Ոտքի կանգնեց զուգարան գնալու պատրվակով, բայց անցնելով այն սեղանի մոտ, որտեղ նստած էր Մարինեն, բոլորի համար լսելի բարձրությամբ շշնջաց. «Հուսով եմ, կկորցնես այդ երեխային։ Բոլորի համար ավելի լավ կլինի»։ Հաջորդած լռությունը բացարձակ էր։ Նույնիսկ Ռոբերտը ցնցված թվաց այդ խոսքերի դաժանությունից։ Մարինեն զգաց, կարծես հարված ստացավ ստամոքսին, հուզական ցավը գերազանցում էր ցանկացած ֆիզիկական ցավի։ Դատավորը դանդաղ ոտքի կանգնեց իր աթոռից։ Դեմքը կարմրել էր զսպված զայրույթից, ձայնը, երբ խոսեց, ցածր էր, բայց լի վերահսկվող կատաղությամբ, որը ստիպեց դահլիճի բոլորին դողալ։ «Կրկնեք, թե ինչ ասացիք հենց նոր», հրամայեց նա։ Վերոնիկան շրջվեց, առաջին անգամ անվստահ տեսք ունենալով։ «Ես ոչինչ չասացի»։ «Դուք ոչինչ չասացիք», դատավորը մատնացույց արեց դահլիճը։ «Այստեղ տասնյակ վկաներ կան։ Բոլորը լսեցին։ Այնպես որ ես ձեզ ազնիվ լինելու հնարավորություն կտամ»։ «Ինչ ասացիք դուք»։ Վերոնիկան նայեց Ռոբերտին, աջակցություն փնտրելով, բայց նա հայացքը շեղեց։ Նա հիմա մենակ էր, ուշ հասկացավ, որ հատել է մի գիծ, որը չպետք է հատեր։ «Ես պարզապես ասացի, որ սկսեց նա, փորձելով մեղմել, որ գուցե ավելի լավ կլիներ, եթե նա հղի չլիներ, որպեսզի ամեն ինչ հեշտանար»։ «Հեշտանար»։ Դատավորի ձայնը փոքր ինչ բարձրացավ։ «Դուք ցանկացաք, որ մի կին կորցնի իր երեխային, որպեսզի ամեն ինչ հեշտանար»։ «Դուք գիտակցո՞ւմ եք ձեր ասածի լրջությունը»։ Վերոնիկան գունատվեց։ Դա պարզապես մեկնաբանություն էր։ «Ես բառացի նկատի չունեի»։ Կարգադրիչ, դատավորը կանչեց դահլիճում ներկա անվտանգության աշխատակիցներից մեկին։ «Ձերբակալեք այս կնոջը»։ Նա պաշտոնապես մեղադրվում է հղի կնոջ նկատմամբ ֆիզիկական բռնության չծնված երեխայի բարեկեցությանը սպառնալու մեջ։ Նրան կտանեն ոստիկանության բաժանմունք, ցուցմունք տալու համար։ «Ինչ», գոռաց Վերոնիկան, ձայնը խուճապի մեջ բարձրանալով։ «Դուք չեք կարող դա անել»։ «Ռոբերտ, ինչ-որ բան արա»։ Ռոբերտը ոտքի կանգնեց, ձայնը սպառնալից տոն ստացավ։ «Հարգելի դատավոր, կարծում եմ, դուք գերազանցում եք ձեր լիազորությունները։ Իմ հարսնացուն ոչինչ չի արել, որը կարդարացներ ձերբակալությունը»։ Ձեր հարսնացուն, դատավորը արամարանքով արտասանեց բառը, ֆիզիկապես հարձակվել է հղի կնոջ վրա, լուրջ բանավոր սպառնալիքներ է հնչեցրել, ցուցաբերել է լիակատար անհարգալից վերաբերմունք չծնված երեխայի բարեկեցության նկատմամբ։ Դա արդարացնում է ոչ միայն ժամանակավոր ձերբակալությունը, այլ լիարժեք քրեական հետաքննությունը։ Ռոբերտը կարմրեց։ «Դուք չգիտեք, թե ում հետ եք խոսում։ Ես կապեր ունեմ, ազդեցություն ունեմ։ Կարող եմ մեկ հեռախոսազանգով վերջ տալ ձեր դատավորի կարիերային»։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Դատավորը նայեց Ռոբերտին մի արտահայտությամբ, որը խառնում էր արամարանքը ինչ-որ այլ բան, ինչ-որ բան, որը Մարինեն չէր կարողանում բացահայտել։ «Պարոն Ալեքսանյան», հանգիստ ասաց դատավորը, ձայնն այժմ ցածր վտանգավոր, «դուք ինձ սպառնո՞ւմ եք բաց դատարանում։ Տասնյակ վկաների առջ։ Որովհետև եթե այո, ապա պետք է տեղեկացնեմ ձեզ, որ դա լուրջ հանցագործություն է, որը ենթակա է դատական հետապնդման պատժի»։ Ռոբերտը ուշ հասկացավ իր գործած սխալը։ «Ես չէի սպառնում, պարզապես փաստեր էի արձանագրում»։ «Փաստեր»։ Դատավորը մի թուղթ վերցրեց, սկսեց գրել։ «Այդ դեպքում ես ձեր փաստերը կգրառեմ այստեղ։ Դուք պնդեցիք, որ ունեք բավարար կապեր ազդեցություն դատավորի կարիերան ավարտելու համար։ Դա ահաբեկում է պետական իշխանության ներկայացուցչին հարկադրելու փորձ։
Գումարած ձեր նախկին կնոջը ճնշման տակ փաստաթղթեր ստորագրել տալու փորձը, ձեր հարսնացուի կողմից կատարված ֆիզիկական բռնությանը հանցակցությունը ներկայացված փաստաթղթերում խարդախության մի քանի փորձերը, դուք ձեր դեմ բավականին ամուր քրեական գործ եք կառուցում։ Ռոբերտը ծանր նստեց, կարծես վերջապես հասկանալով իրավիճակի լրջությունը։ Նրա փաստաբանները շշուկներով խոսում էին իրար հետ, ակնհայտորեն փորձելով ելք գտնել ծավալվող աղետից։ Մինչդեռ կարգադրիչը մոտեցավ Վերոնիկային նրան ձերբակալելու։ Նա փորձեց դիմադրել, գոռալով, լաց լինելով, պահանջելով, որ Ռոբերտը ինչ-որ բան անի։ Բայց Ռոբերտը լուռ նստած էր մնացել, առաջին անգամ չիմանալով, թե ինչ անել։ Մարինեն ամեն ինչ դիտում էր, կարծես երազում լիներ։ Սա իրական էր։ Նա իրոք տեսնում էր, թե ինչպես է արդարությունը հաղթանակում։ Ամիսներ 10 տառապանքից, նվաստացումից, վախից հետո, վերջապես ինչ-որ մեկը իր կողքին էր։ Դատավորը սպասեց, մինչ Վերոնիկային դուրս հանեցին դահլիճից, նրա ճիչերն արձագանքում էին միջանցքում։ Հետո նա ուշադրությունը դարձրեց Ռոբերտին։ Պարոն Ալեքսանյան, ես շատ լուրջ հարցեր ունեմ ձեր վարքագծի վերաբերյալ ոչ միայն այսօր, այլ այս ողջ գործընթացի ընթացքում։ Ես կհրամայեմ ձեր ֆինանսների, ակտիվները թաքցնելու փորձերի այս դահլիճում տեղի ունեցած ագրեսիային ձեր հանցակցության լիարժեք հետաքննություն։ Մինչ այդ, ես պաշտպանական որոշում եմ կայացնում հօգուտ տիկին Մարինեի։ Դուք չեք կարող մոտենալ նրան, ուղղակիորեն կապ հաստատել նրա հետ, կամ որևէ կերպ ահաբեկել կամ սպառնալ նրան։ Այս որոշման ցանկացած խախտում կհանգեցնի ձեր անհապաղ ձերբակալությանը։ Հարգելի դատավոր, Ռոբերտի փաստաբաններից մեկը փորձեց միջամտել, դա անհամաչափ է։ Իմ պաշտպանյալն իրավունքներ ունի։ Իսկ տիկին Մարինեն չունի, դատավորը շրջվեց դեպի նա։ Հղի կինը հարձակման է ենթարկվել այս դահլիճում տասնյակ վկաների առջ, ձեր պաշտպանյալը ոչ միայն չի պաշտպանել նրան, այլ փորձել է թաքցնել հանցագործությունը։ Որտեղ են նրա իրավունքները։ Որտեղ էր այն պաշտպանությունը, որին նա արժանի էր։ Փաստաբանը պատասխան չուներ։ Մարինեն զգում էր, թե ինչպես է սիրտը ուժգին բաբախում։ Նա նայեց դատավորին, այն մարդուն, որն այդքան կրքոտ պաշտպանում էր իրեն, նորից այն ծանոթության զգացումը հարվածեց նրան։ Բայց հիմա այն ավելի ուժեղ էր, ավելի պարզ։ Նա ճանաչում էր այդ մարդուն։ Վստահ էր դրանում։ Դատավորը դասավորեց իր թղթերը, մի քանի նշում արեց, հետո ուղիղ նայեց Մարինեին։ Նրանց հայացքները հանդիպեցին, մի երկար պահ, կարծես դահլիճում այլս ոչ ոք չկար։ Միայն նրանք երկուսը, բաժանված տարիների հեռավորությամբ, չլուծված վիրավորանքներով, չասված խոսքերով։ Եվ հետո դատավորը խոսեց, ձայնը դեռ պրոֆեսիոնալ, բայց գրեթե աննկատ դողով։ Տիկին Մարինե, ուզում եմ, որ իմանաք, որ այս դատարանն իր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանի, ձեր իրավունքները, ձեր որդու բարեկեցությունը պաշտպանելու համար։ Ոչ ոք այլս ձեզ չի վնասի, քանի դեռ ես եմ նախագահում այս գործը։ Մարինեն գլխով արեց, արցունքները վերջապես ազատ հոսում էին։ Շնորհակալ եմ, հարգելի դատավոր, կարողացավ ասել նա, ձայնը խեղդվելով։ Դատավորը կարծես ուզում էր ավելին ասել, բայց զսպեց իրեն։ Եկեք 30 րոպե ընդմիջում անենք, հայտարարեց նա։ Երբ վերադառնանք, ուզում եմ, որ բոլոր համապատասխան փաստաթղթերը դասավորված պատրաստ լինեն մանրամասն վերլուծության։ Եվ տիկին Մարինե, խնդրում եմ, գնացեք բժշկի զննության։ Ձեր առողջությունն առաջնահերթություն է։ Մարինեն ոտքի կանգնեց Ջուլիանայի փաստաբան Հենրիկի օգնությամբ։ Դեպի դուռը քայլելիս նա վերջին անգամ հետ նայեց։ Դատավորը դեռ բարձրադիր սեղանի մոտ էր, նրան դիտում էր մի արտահայտությամբ, որը խառնում էր անհանգստությունը, տխրությունը, ինչ-որ բան, որը կարծես զղջում լիներ։ Եվ այդ պահին Մարինեն բացարձակապես վստահ էր, թե ով է նա։ Մարինեն դուրս եկավ դատական նիստերի դահլիճից դողացող ոտքերով, յուրաքանչյուր քայլին հենվելով Ջուլիանային։ Դատարանի միջանցքը կարծես անվերջ ձգվում էր իր առջ, սպիտակ պատերն արձագանքում էին շտապողական քայլերի շշուկով խոսակցությունների ձայներին։ Սիրտը անկանոն բաբախում էր, ոչ թե ֆիզիկական ցավից, այլ այն բացահայտումից, որն ամեն վայրկյան ավելի էր հստակվում իր մտքում։ Նա էր։ Վստահ էր։ Այդ դատավորը, այն մարդը, որը հենց նոր այդքան կրքոտ պաշտպանեց իրեն, որը նայեց իրեն այդ անհանգստության ճանաչման խառնուրդով, իր հայրն էր։ Ալբերտ Մելիքյան։ Այն մարդը, ում նա չէր տեսել ավելի քան 15 տարի, այն մարդը, ումից հեռացել էր դեռահաս տարիքում, կրելով վիրավորանքներ, որոնք երբեք չէր կարողացել լիովին մարսել։
Դատարանի բժիշկը սպասում էր միջանցքի վերջում գտնվող փոքրիկ սենյակում։ Նա երիտասարդ տղամարդ էր, սպիտակ խալաթով վզից կախված ստետոսկոպով, որը նրան ողջունեց բարի ժպիտով։ Բարի օր, տիկին Մարինե։ Եկեք մի արագ զննում անցկացնենք, համոզվելու համար, որ ձեզ երեխայի հետ ամեն ինչ կարգին է։ Մարինեն գլխով արեց, դեռ ցնցված, պառկեց բժշկական մահճակալին, մինչ բժիշկը պատրաստում էր շարժական ուլտրաձայնային սարքը։ Ջուլիանան բռնեց նրա ձեռքը, ամուր սեղմելով, լուր փոխանցելով իր ողջ աջակցությունը։ Կարող եք պատմել, թե ինչ է պատահել, հարցրեց բժիշկը, սառը գելը քսելով Մարինեի փորին։ Ինձ հարվածեցին որովայնին, ասաց Մարինեն, ձայնը դուրս գալով ավելի թույլ, քան մտադրվել էր։ Դա միտումնավոր էր։ Մի կին հարձակվեց ինձ վրա նիստի ընթացքում։ Բժիշկը ճակատը կիտեց, անհանգստացած, բայց մեկնաբանություններ չարեց։ Կենտրոնացավ սարքի գլխիկը Մարինեի փորի վրայով շարժելու վրա, ուսումնասիրելով փոքր էկրանին հայտնվող պատկերները։ Րոպեները ժամերի պես ձգվեցին, մինչ Մարինեն դիտում էր նրա դեմքը, փորձելով վերծանել անհանգստության որեն նշան։ Վերջապես, բժիշկը ժպտաց. Լավ նորություններ։ Երեխան լավ է։ Սրտի զարկերը նորմալ են ուժեղ։ Պտղի տառապանքի կամ ընկերքի շերտազատման նշաններ չկան։ Ձեր բախտը բերել է։ Արգանդը շատ լավ պաշտպանված օրգան է, հատկապես հղիության այս փուլում։ Մարինեն փակեց աչքերը, թեթացման արցունքները հոսում էին քունքերով։ Ջուլիանան էլ ավելի ամուր սեղմեց նրա ձեռքը, նույնպես լաց լինելով հուզմունքից։ Վստահ եք, հարցրեց Մարինեն, բացելով աչքերը։ Իմ երեխան իսկապես լավ է։ Վստահ եմ։ Բայց խորհուրդ կտամ, որ առաջիկա օրերին հետողական լինեք։ Եթե որեցավ, արյունահոսություն կամ կծկումներ զգաք, անմիջապես հիվանդանոց դիմեք։ Եվ խուսափեք սթրեսային իրավիճակներից հղիության մնացած ժամանակահատվածում։ Ձեր մարմինն այսօր տրավմա է տարել, հանգստի կարիք ունի։ Շնորհակալ եմ, բժիշկ, Մարինեն կարողացավ ժպտալ, առաջին անգամ ամիսների ընթացքում անկեղծորեն ժպտալով։ Զննումից հետո Մարինեն Ջուլիանան վերադարձան միջանցք։ Նիստի ընդմիջումը մոտենում էր ավարտին, Մարինեն գիտեր, որ պետք է վերադառնա դահլիճ։ Բայց նրա մտքերը ամբողջությամբ կենտրոնացած էին այդ բացահայտման վրա։ Իր հայրը։ Այսքան տարի անց նրանք վերագտնում էին միմյանց ամենաանսպասելի կերպով։ Ջուլիանան նկատեց ընկերուհու հուզական վիճակը։ Մարի, լավ ես։ Կարծես ուրվական տեսած լինես։ Մարինեն նայեց նրան, ներքուստ տատանվելով, թե արդյոք պետք է կիսվի այդ բացահայտմամբ։ Ջուլի, ես քեզ մի բան պետք է ասեմ։ Այդ դատավորը։ Ես նրան ճանաչում եմ։ Ճանաչում ես։ Ինչպես թե։ Մարինեն խորը շունչ քաշեց։ Նա իմ հայրն է։ Դատավոր Ալբերտ Մելիքյանը իմ հայրն է։ Ջուլիանայի բերանը բաց մնաց։ Ինչ։ Վստահ ես։ Այո։ Ճանաչեցի նրա հայացքը, խոսելու ձ. Եվ բացի այդ, հայրս փաստաբան էր, երբ ծնողներս բաժանվեցին։ Նա միշտ ուզում էր դատավոր դառնալ։ Կարծես թե իրականացրել է այդ երազանքը։ Աստված իմ, Մարի։ Իսկ նա գիտի, թե ով ես դու։ Կարծում եմ, այո։ Տեսա նրա աչքերում։ Նա ինձ ճանաչեց։ Բայց մենք չենք կարող դրա մասին հիմա խոսել, ոչ նիստի ընթացքում։ Դա անբարոյական կլիներ, կարող էր վտանգել գործը։ Ջուլիանան դանդաղ գլխով արեց, մարսելով տեղեկությունը։ Սա ամեն ինչ փոխում է։ Այսինքն, ոչ թե նա կողմնակալ էր։ Ցանկացած պարկեշտ դատավոր նույն կերպ կարձագանքեր, տեսնելով, թե ինչ տեղի ունեցավ։ Բայց մինույն է, սա նուրբ իրավիճակ է։ Գիտեմ, Մարինեն նայեց դատական նիստերի դահլիճի ուղղությամբ։ Բայց նա գիտեմ, որ այսքան տարի անց, գուցե սա այն պահն է, որ պետք է դիմակայել անցյալին։ Հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել իմ ծնողների մեջ։ Գուցե, վերջապես, ներել։ Նրանք վերադարձան դատական նիստերի դահլիճ ընդմիջման ավարտից քիչ առաջ։ Ռոբերտը արդեն այնտեղ էր, նստած իր փաստաբանների կողքին, տեսանելիորեն ցնցված։ Առանց Վերոնիկայի նա ավելի փոքր, ավելի քիչ սպառնալից էր թվում։ Նրա փաստաբանները ցածրաձայն խոսում էին նրա հետ, հավանաբար փորձելով վնասները զսպելու ռազմավարություն գտնել։ Երբ դատավորը նորից ներս մտավ, բոլորը ոտքի կանգնեցին։
Մարինեն դիտում էր նրա յուրաքանչյուր շարժումը, յուրաքանչյուր ժեստը, փորձելով ներկայի մանրամասներում գտնել անցյալի հիշողությունները։ Եվ դրանք այնտեղ էին։ Այն, թե ինչպես էր նա պահում թղթերը, ինչպես էր ուղղում ընթերցանության ակնոցները, նույնիսկ հոնքերի միջի փոքրիկ կնճիռը, երբ կենտրոնացած էր։ Ամեն ինչ նույնն էր, ինչ այն հոր մոտ, որին նա հիշում էր մանկությունից։ Դատավորը նստեց դասավորեց փաստաթղթերն իր առջ։ Դե ինչ, վեր սկսենք։ Տիկին Մարինե, բժիշկը հաստատեց, որ ձեզ երեխայի հետ ամեն ինչ կարգին է։ Այո, հարգելի դատավոր։ Ես լավ եմ, շնորհակալ եմ։ Հրաշալի է։ Հիմա, եկեք զբաղվենք այս ամուսնալուծության գործնական հարցերով, նա շրջվեց դեպի Ռոբերտի փաստաբանները։ Պարոն Այք, փաստաթղթերի վերլուծությունից պարզ է դառնում, որ եղել են ակտիվները թաքցնելու պարոն Ալեքսանյանի կարողությունը արհեստականորեն նվազեցնելու փորձեր։ Դա չի հանդուրժվելու։ Ես կհրամայեմ պարոն Ալեքսանյանի հետ կապված բոլոր ընկերությունների հաշիվների լիարժեք հաշվապահական փորձաքննություն։ Մինչ այդ փորձաքննության ավարտը, բոլոր ակտիվները սառեցվում են։ Փաստաբաններից մեկը ոտքի կանգնեց։ Հարգելի դատավոր, դա կկատվածահար անի իմ պաշտպանյալի բիզնեսը։ Նա պարտականություններ ունի, աշխատակիցներ, ընթացիկ պայմանագրեր։ Իսկ տիկին Մարինեն երեխա ունի մեծացնելու, վստահ պատասխանեց դատավորը։ Նրա երեխայի կարիքները հավասարապես կարևոր են։ Եթե պարոն Ալեքսանյանը ազնիվ լիներ ի սկզբանե, սա անհրաժեշտ չէր լինի։ Ռոբերտը բռունցքները սեղմեց սեղանին, բայց ոչինչ չասաց։ Դեմքը կարմրել էր, պարանոցի երակները ուռել էին, բայց նա դաս էր քաղել դատավորին սպառնալուց։ Ինչ վերաբերում է ալիմենտին, շարունակեց դատավորը, հաշվի առնելով այն կենսամակարդակը, որն ունեցել է տիկին Մարինեն ամուսնության ընթացքում, երեխայի կարիքները, ես սահմանում եմ ամսական 15,000 դրամի ժամանակավոր ալիմենտ, որը հետադարձ ուժ ունի այն պահից, երբ պարոն Ալեքսանյանը լքել է ամուսնական տունը։ Դա նշանակում է, որ դուք արդեն 3 ամսվա ուշացած ալիմենտի պարտք ունեք։ 15,000, Ռոբերտը վերջապես պայթեց։ Դա չարաշահում է։ Նա երբեք այդքան փողի կարիք չի ունեցել։ Պարոն Ալեքսանյան, դատավորը խստորեն նայեց նրան, տիկին Մարինեն հղի է մնացել է առանց ֆինանսական կամ հուզական աջակցության։ Դուք ամսական դրանից ավելին եք ծախսում ընթրիքների ձեր հարսնացուի հետ ճանապարհորդությունների վրա։ Ինչ չարաշահող գումարների մասին փաստարկներ մի բերեք։ Ռոբերտը բերանը բացեց բողոքելու, բայց նրա գլխավոր փաստաբանը ձեռքը դրեց նրա թին, զսպելով նրան։ Փաստաբանը ոտքի կանգնեց, փորձելով ավելի դիվանագիտական մոտեցում ցուցաբերել։ Հարգելի դատավոր, մենք հասկանում ենք տիկին Մարինեի բարեկեցության վերաբերյալ մտահոգությունը։ Իմ պաշտպանյալը պատրաստ է բանակցել արդար ալիմենտի շուրջ։ Բայց գուցե 15,000-ը մի փոքր բարձր գումար է սկզբի համար։ Կարող ենք առաջարկել 10,000։ Սա բանակցություն չէ, չոր պատասխանեց դատավորը։ Սա դատական որոշում է, հիմնված երեխայի մոր իրական կարիքների վրա։ Գումարը սահմանված է այս պահին չի վերանայվելու։ Մարինեն հազիվ էր հավատում իր լսածին։ Ամիսներ շարունակ Ռոբերտը փորձել էր համոզել նրան, որ ինքը ոչ մի բանի իրավունք չունի, որ պետք է երախտապարտ լինի ցանկացած փշրանքի համար, որը նա կորոշեր տալ իրեն։ Եվ հիմա, վերջապես, ինչ-որ մեկը ընդունում էր, որ նա արժանի է արժանապատվության, հարգանքի պատշաճ աջակցության։ Բացի այդ, շարունակեց դատավորը, ես սահմանում եմ, որ պարոն Ալեքսանյանը չի ունենա համատեղ խնամակալության իրավունք, մինչ չցուցաբերի իր վարքագծի էական փոփոխություն երեխայի բարեկեցության նկատմամբ նվիրվածություն։ Առայժմ տիկին Մարինեն կունենա լիարժեք խնամակալություն։ Դա անարդար է, բողոքեց Ռոբերտը, ոտքի կանգնելով։ Ես հայր լինելու իրավունք ունեմ։ Իրավունք ունենալը այդ իրավունքն իրականացնելու համար պատրաստ լինելը տարբեր բաներ են, պարոն Ալեքսանյան, դատավորը պահպանեց հանգիստ, բայց հաստատուն տոնը։ Մի հայր, որը լքում է հղի մորը, որը բերում է իր սիրուհուն, նրան հրապարակավ նվաստացնելու, որը թույլ է տալիս թաքցնում է նրա դեմ ֆիզիկական ագրեսիան, ցույց չի տալիս, որ պատրաստ է հայրության։ Երբ դուք ապացուցեք, որ փոխվել եք, մենք կարող ենք վերանայել։ Դահլիճը լռեց։ Ռոբերտը մի քանի վայրկյան էլ կանգնած մնաց, ակնհայտորեն պայքարելով զայրույթի դեմ, նախքան վերջապես նորից նստեց, պարտված։ Դատավորը հետո շրջվեց դեպի Մարինեն, նրանց հայացքները նորից հանդիպեցին։ Տատանման մի պահ եղավ, կարծես նա ուզում էր ինչ-որ անձնական բան ասել, բայց զսպեց իրեն։
Տիկին Մարինե, գիտեմ, որ վերջին ամիսները չափազանց դժվար են եղել ձեզ համար։ Ուզում եմ, որ իմանաք, որ այս դատարանն իր ուժերի ներածին չափով ամեն ինչ կանի երաշխավորելու, որ դուք ձեր որդին ունենաք անվտանգ արժանապատիվ ապագա։ Շնորհակալ եմ, հարգելի դատավոր, Մարինեի ձայնը խեղդվեց։ Դուք չեք պատկերացնի, թե դա որքան բան է նշանակում ինձ համար։ Դատավորը կարծես ուզում էր ինչ-որ բան պատասխանել, բայց նորից զսպեց իրեն։ Հիմա, եկեք սահմանենք հաջորդ քայլերը։ Հաշվապահական փորձաքննությունը գտի մոտավորապես 30 օր։ Այդ ընթացքում ժամանակավոր ալիմենտը պետք է անհապաղ վճարվի։ Կա նա այս դահլիճում տեղի ունեցած ագրեսիայի քրեական հարցը։ Ներկաների կողմից տեսագրված տեսանյութերը կպահանջվեն որպես ապացույց, ոստիկանական հետաքննություն կսկսվի։ Ռոբերտի փաստաբաններից մեկս մեկ անգամ փորձեց. Հարգելի դատավոր, ագրեսիայի հարցի վերաբերյալ իմ պաշտպանյալը ուղղակի մասնակցություն չի ունեցել։ Բայց ունեցել է անուղղակի մասնակցություն, փորձելով թաքցնել հանցագործությունը միտումնավոր բերելով ագրեսորին այս նիստին, տիկին Մարինեին ահաբեկելու հստակ նպատակով։ Դա նրան դարձնում է հանցակից։ Ռոբերտը կարծես 10 տարով ծերացել էր այդ մի քանի ժամվա ընթացքում։ Ամբողջ ամբարտավանությունը, ամբողջ վստահությունը, որը նա ցուցաբերում էր նիստի սկզբում, անհետացել էր։ Նա առաջին անգամ երկար ժամանակ անց բախվում էր իրական հետանքների հետ ակնհայտորեն չգիտեր, թե ինչպես վարվել։ Այսօր քննարկվելիք այլ հարց կա, հարցրեց դատավորը, նայելով երկու կողմերի փաստաբաններին։ Հենրիկը ոտքի կանգնեց։ Հարգելի դատավոր, կցանկանայի խնդրել լրացուցիչ սահմանափակման որոշում, որն արգելում է պարոն Ալեքսանյանին խոսել իմ պաշտպանյալի մասին սոցիալական ցանցերում կամ մամուլի համար։ Վտանգ կա, որ նա կփորձի հրապարակավ զրպարտել նրան։ Համաձայն եմ, դատավորը գլխով արեց։ Պարոն Ալեքսանյան, ձեզ արգելվում է որևէ հանրային հայտարարություն անել տիկին Մարինեի կամ այս գործի վերաբերյալ։ Ցանկացած խախտում կհանգեցնի տուգանքի դատական կարգադրության անհարգալից վերաբերմունքի համար հնարավոր ձերբակալության։ Ռոբերտը չպատասխանեց, պարզապես կոշտ գլխով արեց։ Շատ լավ։ Այս նիստը փակված է։ Կողմերը կստանան այսօր կայացված բոլոր որոշումների պատճենները։ Հաջորդ նիստը կնշանակվի հաշվապահական փորձաքննության ավարտից հետո, դատավորը մուրճով հարվածեց, ազդարարելով նիստի պաշտոնական ավարտը։ Մարդիկ սկսեցին ոտքի կանգնել, փաստաբանները հավաքում էին փաստաթղթերը, լրագրողները շտապ դուրս էին գալիս, իրենց նյութերը գրելու։ Մարինեն մի պահ նստած մնաց, թույլ տալով, որ այդ ամենը տեղ հասնի։ Դա իրական էր։ Նա հաղթել էր։ Ոչ ամբողջությամբ գործընթացը դեռ կշարունակվեր, բայց ամիսների ընթացքում առաջին անգամ նա զգում էր, որ իրական հնարավորություն ունի իր կյանքը վերակառուցելու։ Ջուլիանան գրկեց նրան, լաց լինելով ուրախությունից։ Դու կարողացար, Մարի։ Դու իսկապես կարողացար։ Դեռ չի ավարտվել, պատասխանեց Մարինեն, բայց առաջին անգամ նրա ձայնում հույս կար։ Բայց սա սկիզբ է։ Ռոբերտը անցավ նրանց կողքով առանց մի խոսք ասելու, փաստաբանները նրան շրջապատել էին պաշտպանական վահանների պես։ Նա չնայեց Մարինեին, չճանաչեց նրա ներկայությունը։ Եվ տարօրինակ կերպով Մարինեն այլս վախ չզգաց նրանից։ Նա պարզապես մի մարդ էր, սխալական պարտված, այլս ոչ այն սպառնալից հսկան, որը զբաղեցնում էր նրա մղձավանջները։ Մարինե, մի ձայն կանչեց նրան։ Նա շրջվեց, տեսավ դատավորին, կանգնած բարձրադիր սեղանի մոտ, թղթերն արդեն հավաքված, պատմուճանը դեռ հագին։ Նա նայում էր նրան մի արտահայտությամբ, որը խառնում էր պրոֆեսիոնալիզմը ինչ-որ շատ ավելի անձնական բան։ Այո, հարգելի դատավոր, Մարինեն դանդաղ մոտեցավ, սիրտը արագանալով։ Կարող եմ ձեզ հետ առանձին խոսել։ Ընդամենը մի քանի րոպե, եթե անհարմար չէ։ Մարինեն նայեց Ջուլիանային, որը քաջալերող գլխով արեց։ Իհարկե, հարգելի դատավոր։ Դատավորը ժեստով ցույց տվեց մի կողմնային դուռ, որը տանում էր դեպի ավելի փոքր սենյակ, հավանաբար նրա ժամանակավոր աշխատասենյակը։ Մարինեն հետեց նրան, զգալով, թե ինչպես են ոտքերը նորից դողում, բայց այս անգամ դա վախից չէր։ Դա սպասումից էր, նյարդայնությունից, բոլոր այն հույզերից, որոնք առաջանում են, երբ պատրաստվում ես դիմակայել ցավոտ անցյալին։ Սենյակը փոքր էր, պարզ սեղանով, մի քանի աթոռներով, իրավական օրենսգրքերով լի դարակներով։ Դատավորը փակեց դուռը նրանց հետից, առաջին անգամ դատական դահլիճ մտնելուց հետո հանեց պատմուճանը։ Տակից նա հագել էր մուգ մոխրագույն կոստյում կապույտ փողկապ։
Առանց պատմուճանի պաշտոնականության նա ավելի մարդկային, ավելի մատչելի էր թվում։ Եվ հաստատ ավելի նման այն հորը, որին Մարինեն հիշում էր։ «Խնդրեմ, նստեք», ասաց նա, մատնացույց անելով աթոռը։ Մարինեն հնազանդվեց, սպասելով, որ նա նախաձեռնությունը վերցնի։ Դատավորը նստեց նրա դիմաց, արմունկները հենեց սեղանին, ձեռքերը միացրեց, կարծես քաջություն էր հավաքում։ Մի երկար պահ ոչ ոք չխոսեց։ Լռությունը լի էր 15 տարվա բացակայությամբ, չասված խոսքերով, կուտակված վիրավորանքներով։ Վերջապես նա խոսեց, ձայնը ցածր հուզված. «Մարինե, աղջիկս, ես չգիտեի, որ դու ես, մինչ չմտա այդ դահլիճ, չտեսա քո դեմքը։ Երբ գործի մեջ կարդացի քո անունը, մտածեցի, որ կարող ես դու լինել, բայց վստահ չէի։ Երանում շատ Մարինեներ կան։ Բայց երբ քեզ տեսա, անմիջապես իմացա»։ Մարինեն զգաց, որ արցունքները նորից են հավաքվում։ «Հայրիկ», կարողացավ ասել նա, ձայնը կոտրվելով։ Եվ հետո այն բոլոր պատնեշները, որոնք նրանք կառուցել էին տարիների ընթացքում, փլուզվեցին։ Ալբերտը ոտքի կանգնեց, շրջանցեց սեղանը, Մարինեն նույնպես ոտքի կանգնեց։ Նրանք գրկախառնվեցին, վերջապես, այսքան տարի անց։ Եվ երկուսն էլ լաց եղան, կորցրած ժամանակի ցավի, չասված խոսքերի զղջման, բայց նա վերագտնելու թեթացման արցունքներով։ «Ներիր ինձ, Մարինե», շշնջաց նա հոր ուսին։ «Ներիր, որ հեռացա, որ չպատասխանեցի քո նամակներին, քո զանգերին»։ «Ոչ, աղջիկս»։ «Ներողություն խնդրողը ես եմ», Ալբերտը բռնեց նրա ուսերից, նայելով նրա աչքերին։ «Ես պետք է ավելի շատ պայքարեի կապը պահպանելու համար։ Պետք է ավելի համառ լինեի։ Բայց թույլ տվեցի, որ քո հպարտությունը մորթ հետ իրավիճակը խանգարեն ինձ լինել այն հայրը, որի կարիքը դու ունեիր։ Ես զայրացած էի, շփոթված։ Չէի հասկանում, թե ինչու բաժանվեցիք, ինչու դու գնացիր։ Մայրիկը միշտ վատ բաներ էր ասում քո մասին, ես հավատում էի։ Ավելի հեշտ էր ինչ-որ մեկին մեղադրել, քան ընդունել, որ երբեմն ամեն ինչ պարզապես չի ստացվում։ Հայրը հոգոց հանեց, նրան նորից տանելով դեպի աթոռները։ Քո մոր հետ ամուսնությունը դժվար էր։ Մենք շատ երիտասարդ էինք, երբ ամուսնացանք, ժամանակի ընթացքում հասկացանք, որ կյանքից տարբեր բաներ ենք ուզում։ Ամուսնալուծությունը ցավոտ էր, ցավոք, դու մնացիր այդ ամենի մեջտեղում։ Միշտ զղջացել եմ, որ ավելի ներկա չեմ եղել, որ ավելի լավ չեմ բացատրել քեզ ամեն ինչ։ Մարինեն սրբեց արցունքները դեմքից։ Իսկ հիմա։ Դու կարող ես շարունակել որպես դատավոր իմ գործով։ Շահերի բախում չկա։ Ալբերտը գլուխը թափ տվեց։ Տեխնիկապես, այո, բախում կա։ Ճիշտ կլիներ, որ ես ինքնաբացարկ հայտնեի գործը փոխանցեի մեկ այլ դատավորի։ Բայց դա անելուց առաջ ուզում էի քեզ հետ խոսել։ Ուզում էի իմանալ ամեն ինչ կարգին է, դու անվտանգության մեջ ես, արդյոք այդ մարդը քեզ այլ կերպ վնասել է, բացի նրանից, ինչ տեսա այսօր։ Նա ինձ շատ կերպերով է վնասել, խոստովանեց Մարինեն։ Հիմնականում հուզականորեն։ Ռոբերտը միշտ վերահսկող էր, մանիպուլյատոր։ Բայց ես այնքան սիրահարված էի, այնքան համոզված, որ կարող եմ նրան փոխել, որ անտեսում էի նշանները։ Եվ երբ վերջապես որոշեցի երեխա ունենալ, կարծեցի, թե դա մեզ կմտերմացնի։ Հակառակը եղավ։ Նա ինձ լքեց այն պահին, երբ ես ամենաշատն իր կարիքն ունեի։ Նա քեզ արժանի չէ։ Եվ այս երեխան իմ թոռը, նա մատնացույց արեց Մարինեի փորը, արժանի է մեծանալ սիրով, հարգանքով շրջապատված, ոչ թե մանիպուլյացիայով, դաժանությամբ։ Ես ինքնաբացարկ կհայտնեմ քո գործով, Մարինե։ Մեկ այլ դատավոր կստանձնի։ Բայց ես կհոգամ, որ պահպանվեն այն բոլոր որոշումները, որոնք կայացրի այսօր։ Դու իրավունք ունես այն ամենի, ինչ ես սահմանեցի։ Եվ եթե որևէ բանի կարիք ունենաս, ցանկացած բանի, ես այստեղ կլինեմ։ Որպես հայր, ոչ թե դատավոր։ Մարինեն բռնեց հոր ձեռքը, ամուր սեղմելով։ Շնորհակալ եմ, հայրիկ։ Այսօրվա, ամեն ինչի համար։ Չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե դու այնտեղ չլինեիր։ Ես միշտ այստեղ կլինեմ, աղջիկս։ Ես կորցրել եմ քո կյանքի 15 տարին։ Այլս ոչ մի պահ չեմ կորցնի։ Եվ թույլ չեմ տա, որ որևէ մեկը նորից քեզ վնասի։ Նրանք մի քանի րոպե նստած մնացին, կորցրած ժամանակը լրացնելով։ Պարզ խոսքերով, անկեղծ գրկախառնություններով։
Մարինեն պատմեց իր կյանքի, համալսարանի, Ռոբերտի հետ ծանոթության, անտեսված նշանների մասին։ Ալբերտը համբերատար լսում էր ամեն ինչ, առանց դատելու, պարզապես առաջարկելով այն աջակցությունը, որի կարիքը նա այդքան ուներ։ Երբ նրանք վերջապես դուրս եկան այդ սենյակից, Մարինեն զգում էր, կարծես մի հսկայական բեռ էր թոթափվել իր ուսերից։ Ոչ միայն նիստում տարած հաղթանակի, այլ հոր հետ վերամիավորման, այն հարաբերությունը վերականգնելու հնարավորության համար, որը կարծում էր, թե ընդմիշտ կորցրել է։ 3 ամիս էր անցել դատարանի այդ լարված օրվանից։ Մարինեն այժմ 8 ամսական հղի էր, փորը մեծ ու կլոր, երեխայի շարժումները գնալով ավելի ինտենսիվ։ Նա նստած էր իր նոր բնակարանի բազմոցին, որն ավելի փոքր էր նախորդից, բայց անհամեմատ ավելի հարմարավետ, դիտում էր մայրամուտը պատուհանից, որը նայում էր Արաբկիրի մի փոքրիկ այգու։ Նրա կյանքը լիովին փոխվել էր։ Այն բանից հետո, երբ Ալբերտը ինքնաբացարկ հայտնեց իր գործով, մեկ այլ դատավոր ստանձնեց գործընթացը, բայց պահպանեց բոլոր նախնական որոշումները։ Հաշվապահական փորձաքննությունը բացահայտեց հենց այն, ինչ բոլորը կասկածում էին։ Ռոբերտը փորձել էր միլիոնավոր դրամներ թաքցնել օֆշորային հաշիվներում խարդախ փոխանցումների միջոցով։ Դատավորը ոչ միայն հաստատեց 15,000 դրամի ալիմենտը, այլ որոշեց, որ Մարինեն իրավունք ունի զույգի ողջ ունեցվածքի 40%-ի, ներառյալ կառուցապատող ընկերության բաժնետոմսերի մի մասի։ Ռոբերտը, իհարկե, փորձեց բողոքարկել։ Ավելի շատ փաստաբաններ վարձեց, քողարկված սպառնալիքներ հնչեցրեց, փորձեց օգտագործել իր ազդեցությունը, իրավիճակը փոխելու համար։ Բայց դատական նիստի տեսանյութերը վիրուսային էին դարձել սոցիալական ցանցերում։ Հանրային կարծիքը նրա դեմ էր, նրա մանիպուլյացիայի փորձերը միայն վատթարացնում էին իրավիճակը։ Ընկերությունները սկսեցին չեղարկել պայմանագրերը, ներդրողները հեռացան, այն կայսրությունը, որը նա տարիներ շարունակ կառուցել էր, սկսեց փլուզվել։ Վերոնիկան իր հերթին քրեական գործով էր անցնում հղի կնոջ նկատմամբ բռնության համար։ Նրա փաստաբանը փորձեց պնդել, թե դա դժբախտ պատահար էր, բայց տեսանյութերը պարզ էին։ Նա միտումնավոր հարվածել էր Մարինեին, նրա հետագա խոսքերը, ցանկանալով, որ նա կորցնի երեխային, վերջին կաթիլն էին։ Գործը դեռ ընթացքի մեջ էր, բայց ամեն ինչ ցույց էր տալիս, որ նա կդատապարտվի։ Մարինեն վերցրեց հեռախոսը, նայեց հաղորդագրություններին։ Մեկը Ջուլիանայից էր, հարցնում էր, արդյոք ընկերակցություն է ուզում ընթրիքի համար։ Մյուսը իր մանկաբարձ գինեկոլոգից էր, հիշեցնում էր հաջորդ օրվա համար նշանակված այցի մասին։ Եվ մի հաղորդագրություն էլ հորից էր, առավոտյան ուղարկված, հարցնում էր, ինչպես է ինքը, արդյոք երեխան գիշերը խփել է։ Մարինեի դեմքին ժպիտ հայտնվեց։ Ալբերտի հետ հարաբերությունները վերականգնվել էին քիչ-քիչ, զգուշությամբ, համբերությամբ։ Նրանք հանդիպում էին առնվազն շաբաթը 2 անգամ, սովորաբար ճաշելու կամ պարզապես զրուցելու համար։ Ալբերտը պատմում էր Մարինեի մանկության պատմություններ, որոնք նա մոռացել էր, ցույց էր տալիս հին լուսանկարներ, լրացնում էր 15 տարվա բացակայության բացերը։ Իսկ Մարինեն իր հերթին պատմում էր իր կյանքի, իր երազանքների, մայրության հետ կապված իր վախերի մասին։ Ալբերտը նա դարձել էր կենսական կարողության հենարան։ Երբ Մարինեն որոշեց տեղափոխվել այն բնակարանից, որը կիսում էր Ռոբերտի հետ, հայրն էր, որ օգնեց նրան գտնել նոր տեղը։ Երբ նրան իրավաբանական խորհրդատվություն էր պետք ամուսնալուծության ավելի բարդ ասպեկտների վերաբերյալ, հայրն էր, որ խորհուրդ էր տալիս, միշտ զգուշանալով ուղղակիորեն չմիջամտել գործընթացին։ Եվ երբ նա պարզապես գրկախառնության մեկի, ով կասեր, որ ամեն ինչ լավ կլինի, կարիք ուներ, հայրն էր, որ այնտեղ էր։ Դռան զանգը հնչեց, Մարինեին դուրս բերելով մտքերից։ Ջուլիանան էր, որը բարձրանում էր ուտելիքով լի տոպրակներով։ Րոպեներ անց ընկերուհին մտավ բնակարան, իր հետ բերելով ճապոնական ուտեստների համեղ բույրը։ Մտածեցի, որ քեզ շեղվել է պետք, ասաց Ջուլիանան, տոպրակները դնելով սեղանին։ Եվ սուշի, իհարկե։ Մարինեն ծիծաղեց։ Գիտես, որ հղիներին չի կարելի հում սուշի ուտել, չէ՞։ Դրա համար միայն եփածներն եմ բերել։ Հոթ ռոլեր, տապակածներ, ոչ մի հում ձուկ, Ջուլիանան աչքով արեց։ Ես գիտեմ, ինչպես հոգ տանել քո մասին։ Նրանք նստեցին սեղանի շուրջ, սկսեցին ուտել, խոսելով ամեն ինչից ոչնչից միաժամանակ։ Ջուլիանան պատմում էր իր աշխատանքի, մի նոր ընկերոջ մասին, որի հետ ծանոթանում էր, օրվա փոքրիկ ուրախությունների, հիասթափությունների մասին։ Իսկ Մարինեն պարզապես լսում էր, երախտապարտ լինելով իր կյանքում այդքան ներկա ընկերուհի ունենալու համար։ Տեսա, որ Ռոբերտի մասին մեկ հոդված է դուրս եկել, անփութորեն մեկնաբանեց Ջուլիանան։
Կարծես թե ավելի շատ ներդրողներ են փողը հանում կառուցապատող ընկերությունից։ Նրա ընկերությունը լուրջ խնդիրների մեջ է։ Մարինեն հոգոց հանեց։ Ես դրանից ուրախություն չեմ զգում, գիտես։ Գիտեմ, որ նա ինձ վնասել է, որ սարսափելի բաների միջով է անցկացրել։ Բայց չեմ կարողանում հաճույք զգալ, տեսնելով, թե ինչպես է նրա կյանքը փլուզվում։ Դա քեզ նրանից ավելի լավ մարդ է դարձնում, համոզված ասաց Ջուլիանան։ Նա կցանկանար տեսնել քո տառապանքը։ Բայց դու պարզապես ուզում ես առաջ շարժվել։ Հենց դա է, Մարինեն ձեռքը դրեց փորին։ Ուզում եմ կենտրոնանալ իմ որդու վրա, նրա համար լավ կյանք կառուցելու վրա։ Ռոբերտի հետ անցյալը հենց դա է, անցյալ։ Իսկ ապագայի մասին հայրդ հարցրել է, կարող է ծննդաբերության սենյակում լինել, երբ երեխան ծնվի։ Մարինեն ժպտաց։ Հարցրել է։ Եվ ես ասացի, այո։ Նա այնքան հուզվեց, որ կարծում եմ լաց եղավ հեռախոսով, թե փորձում էր թաքցնել։ Նա հրաշալի պապիկ կլինի, քնքշորեն ասաց Ջուլիանան։ Ի դեպ, արդեն ընտրել ես երեխայի անունը։ Մարինեն գլխով արեց, աչքերը փայլում էին։ Ռաֆայել։ Ռաֆայել Ալբերտ, ի պատիվ հորս։ Դեռ չեմ ասել նրան։ Ուզում եմ, որ անակնկալ լինի, երբ երեխան ծնվի։ Ախ, Մարի, Ջուլիանան սրբեց մի արցունք։ Նա խելագարվելու է հուզմունքից։ Ընթրիքից հետո Ջուլիանան հրաժեշտ տվեց, Մարինեն նորից մենակ մնաց։ Նա գնաց այն փոքրիկ սենյակը, որը վերածել էր մանկասենյակի։ Պատերը ներկված էին բաց կապույտ, կար սպիտակ օրորոց ամպերի աստղերի խաղալիքներով, կերակրելու համար հարմարավետ բազկաթոռ մանկական գրքերով լի դարակներ, որոնք նա հավաքում էր։ Ամեն ինչ պատրաստ էր, սպասում էր միայն փոքրիկ Ռաֆայելի ժամանմանը։ Մարինեն նստեց բազկաթոռին, փակեց աչքերը, պատկերացնելով, թե ինչպիսին կլինի առաջին անգամ իր որդուն գրկելը։ Այն ամենից հետո, ինչի միջով անցել էր ողջ տառապանքից ու վախից հետո, վերջապես զգում էր, որ ճիշտ ուղու վրա է։ Ուներ ապահով տուն, պատշաճ ֆինանսական աջակցություն, հայրը նորից իր կյանքում էր, իսկական ընկերներ իր շուրջը։ Եվ ամենակարևորը, նա հույս ուներ։ Հեռախոսը զանգեց։ Ալբերտն էր։ Ալո, հայրիկ, ժպիտով պատասխանեց Մարինեն։ Ալո, աղջիկս։ Հուսով եմ, չեմ անհանգստացնում։ Երբեք չես անհանգստացնում։ Ինչ է պատահել։ Ես մտածում էի, մի դադարից հետո, երբ Ռաֆայելը ծնվի, եթե ուզենաս, կցանկանայի մի քանի կեսօր ձեզ հետ անցկացնել։ Օգնել, ինչով որ պետք է, նրա հետ։ Մնալ, մինչ դու հանգստանում ես։ Գիտեմ, որ միայնակ մայր լինելը հեշտ չէ, ուզում եմ ներկա լինել։ Մարինեի աչքերը լցվեցին։ Հայրիկ, ես դա շատ կուզենայի։ Եվ վստահ եմ, որ Ռաֆայելը նույնպես։ Ռաֆայել, Ալբերտը քնքշորեն կրկնեց անունը։ Ուժեղ, գեղեցիկ անուն է։ Դա քո պատվին է, հայրիկ։ Ռաֆայել Ալբերտ։ Գծի մյուս կողմում լռությունը երկար տեց։ Մարինեն կարող էր լսել հոր ծանր շնչառությունը, գիտեր, որ նա փորձում է զսպել հույզերը։ Մարինե, երբ նա վերջապես խոսեց, ձայնը խեղդված էր, չգիտեմ ինչ եմ արել, որ քեզ հետ երկրորդ հնարավորության արժանանամ։ Բայց խոստանում եմ, որ այն չեմ վատնի։ Ես կլինեմ այն հայրը, որը միշտ պետք է լինեի, կլինեմ ամենաներկա պապիկը, որը այս տղան կարող էր ունենալ։ Գիտեմ, հայրիկ։ Ես վստահում եմ քեզ։ Նրանք մի քանի րոպե խոսեցին, նախքան հրաժեշտ տալը։ Մարինեն անջատեց հեռախոսը, նստած մնաց մանկասենյակի մթության մեջ, մտածելով, թե որքան տարօրինակ է կյանքը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ նա բոլորովին մենակ էր, լքված, դիմակայում էր իր գոյության ամենավատ պահերից մեկին։ Իսկ հիմա, թե դեռ առջում մարտահրավերներ կային, նա իրեն զգում էր պաշտպանված, սիրված, պատրաստ մայր լինելու։ Հաջորդ օրերն անցան հանգիստ ռեժիմով։ Մարինեն գնում էր իր նախածննդյան զննումներին, պատրաստում էր վերջին բաները երեխայի ժամանման համար, ժամանակ էր անցկացնում հոր Ջուլիանայի հետ։ Ամուսնալուծության գործընթացն առանց մեծ խնդիրների առաջ էր գնում, քանի որ Ռոբերտը հասկացել էր, որ այլևս չի կարող շահարկել իրավիճակը։ Նա շարունակում էր խուսափել Մարինեի հետ ուղղակի շփումից, կատարելով միայն դատական կարգադրությամբ պահանջվող նվազագույնը։ Մի շաբաթ առավոտ, ծննդաբերության սպասվող ամսաթվից 2 շաբաթ առաջ, Մարինեն սկսեց զգալ առաջին կծկումները։ Նա սուրճ էր խմում, երբ սուր ցավ անցավ որովայնով, որին մի քանի րոպե անց հաջորդեց մյուսը։
Սկզբում մտածեց, որ դրանք պարզապես մարզական կծկումներ են, որոնք զգում էր վերջին շաբաթներին։ Բայց ժամերի ընթացքում դրանք դառնում էին ավելի ինտենսիվ կանոնավոր։ Մարինեն վերցրեց հեռախոսը, զանգեց հորը։ Հայրիկ, կարծում եմ, ժամանակն է։ Գծի մյուս կողմում նա կարող էր լսել նրա ձայնի հուզմունքն ու նյարդայնությունը։ Ես գալիս եմ քեզ տանելու։ Մի շարժվիր, ոչինչ մի արա։ Պարզապես շնչիր։ Հայրիկ, դեռ մի քանի ժամ կտի։ Խուճապի մատնվելու կարիք չկա։ 15 րոպե անց Ալբերտը բնակարանի դռան մոտ էր, տանելով այն պայուսակը, որը Մարինեն պատրաստել էր շաբաթներ առաջ։ Նրանք գնացին հիվանդանոց, Ալբերտը վարում էր չափազանց զգույշ, կանգնելով բոլոր դեղին լուսացույցների տակ, խուսափելով ճանապարհի ցանկացած փոսից։ Հայրիկ, ասաց Մարինեն մի կծկումի մյուսի միջ, երեխան չի ընկնի, եթե փոսի վրայով անցնես։ Գիտեմ, բայց չեմ ուզում ռիսկի դիմել, պատասխանեց Ալբերտը, ձեռքերն ամուր բռնած ղեկին։ Նրանք հասան հիվանդանոց, Մարինեին արագ տեղափոխեցին նախածննդյան սենյակ։ Բուժքույրերը զննեցին նրան, հաստատեցին, որ այո, ծննդաբերության մեջ է, պատրաստեցին նրան այն բանին, ինչը երկար սպասում էր լինելու։ Ալբերտը ամբողջ ընթացքում նրա կողքին էր, բռնում էր նրա ձեռքը, սրբում էր նրա քրտինքը, քաջալերող խոսքեր շշնջում։ Ջուլիանան ժամանեց մի քանի ժամ անց, բերելով ծաղիկներ վարակիչ էներգիա։ Դու կարող ես, Մարի։ Դու ամենաուժեղ կինն ես, ում ես ճանաչում եմ։ Ժամերը ձգձգվում էին։ Կծկումների ցավը մեծանում էր, բայց Մարինեն փորձում էր կենտրոնացած մնալ։ Մտածում էր երեխայի մասին, այն մասին, թե ինչպիսին կլինի վերջապես նրան գրկելը, այն բոլոր լավ բաների մասին, որոնք ապագան էր խոստանում։ Եվ ամեն անգամ, երբ ցավն անտանելի էր դառնում, նա նայում էր իր կողքի հորը, հիշում, որ այլս մենակ չէ։ Վերջապես, գրեթե 12 ժամ տաց ծննդաբերությունից հետո, բժիշկը հայտարարեց, որ ճիգերի ժամանակն է։ Մարինեն հավաքեց իր ողջ ուժերը, բռնեց հոր ձեռքն այնպիսի ուժով, որ չգիտեր, թե ունի, ճիգ տվեց։ Մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ։ Եվ հետո, մի լաց լցրեց սենյակը։ Ամենագեղեցիկ լացը, որ Մարինեն երբել լսել էր իր կյանքում։ Իր որդու լացը։ Գեղեցիկ առողջ տղա է, հայտարարեց բժիշկը, երեխային դնելով Մարինեի կրծքին։ Մարինեն նայեց այն փոքրիկ էակին, որը հենց նոր էր աշխարհ եկել։ Նա փակ աչքեր ուներ, բռունցքները սեղմած, մաշկը կարմրավուն։ Նա կատարյալ էր։ Բացարձակապես կատարյալ։ Արցունքներն ազատ հոսում էին նրա դեմքով, մինչ նա առաջին անգամ գրկում էր իր որդուն։ Բար, Ռաֆայել, շշնջաց նա։ Բար, սերս։ Մայրիկն այստեղ է։ Դու հիմա ապահով ես։ Ալբերտը նրա կողքին էր, նույնպես լաց լինելով, նայում էր թոռանը հիացմունքի ճնշող հուզմունքի խառնուրդով։ Նա գեղեցիկ է, Մարինե։ Ճիշտ քեզ նման, երբ ծնվեցիր։ Մարինեն նայեց հորը ժպտաց։ Ուզում ես գրկել նրան։ Ալբերտը գլխով արեց, չկարողանալով խոսել։ Բուժքույրն օգնեց նրան ճիշտ գրկել երեխային, երբ Ռաֆայելը հարմարավետ տեղավորվեց պապիկի գրկում, կարծես ժամանակը կանգ առավ։ Ալբերտը նայեց այդ փոքրիկ տղային, Մարինեն տեսավ, թե ինչպես են տասնամյակների զղջումը, կորցրած ժամանակը, բաց թողնված հնարավորությունները վերածվում մաքուր ուրախության հույսի։ Բար, Ռաֆայել Ալբերտ, շշնջաց Ալբերտը թոռանը։ Պապիկդ այստեղ է, խոստանում եմ, որ միշտ կլինի։ Ջուլիանան լաց էր լինում սենյակի անկյունում, զգուշորեն լուսանկարելով այդ պահը։ Դա մաքուր հուզմունքի, նոր սկիզբների, մի ընտանիքի տեսարան էր, որը վերակառուցվում էր, չնայած բոլոր դժվարություններին։ Հաջորդող շաբաթներին Մարինեն արագ սովորեց, թե ինչ է նշանակում մայր լինել։ Անքուն գիշերները, յուրաքանչյուր 3 ժամը մեկ կերակրումները, անվերջ տակտիրները։ Բայց նա սովորեց մի սիրո մասին, որը երբեք չէր պատկերացնի, որ հնարավոր է, մի սեր, որը ստիպում էր նրան մոռանալ հոգնածությունը, որը երեխայի յուրաքանչյուր ժպիտը վերածում էր հրաշքի։ Ալբերտը մշտական ներկայություն էր։ Նա գրեթե ամեն օր գալիս էր Մարինեի բնակարան, օգնում էր երեխայի հետ, ուտելիք էր բերում, գնումներ անում։ Նա փոխում էր տակտիրները մի հմտությամբ, որը զարմացրեց բոլորին, օրորում էր Ռաֆայելին քնելու համար, հին օրորոցայիններ երգելով, ժամերով պարզապես դիտում էր թոռան քունը։ Երբեք չէի պատկերացնի, որ երկրորդ հնարավորություն կունենամ սա ճիշտ անելու, ասաց Ալբերտը մի կեսօր, մինչ քնած Ռաֆայելին էր գրկել։ Ես այնքան բան եմ կորցրել քո մանկությունից, Մարինե։ Բայց նրա մանկությունից ոչինչ չեմ կորցնի։
Դու ամեն ինչ ճիշտ ես անում, հայրիկ, պատասխանեց Մարինեն, դիպչելով նրա թին։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, մենք նույնպես այս անգամ ճիշտ ենք անում։ Մենք նոր բան ենք կառուցում, ավելի լավ բան։ Ամուսնալուծությունը վերջնականապես ավարտվեց Ռաֆայելի ծնունդից 3 ամիս անց։ Մարինեն ստացավ իր բաժինը ունեցվածքից, ալիմենտը պահպանվեց, Ռոբերտը ստիպված եղավ որդու համար հավատարմագրային ֆոնդ ստեղծել։ Նա չխնդրեց ծանոթանալ Ռաֆայելի հետ, հետաքրքրություն չցուցաբերեց իր հոր դերը կատարելու հարցում։ Եվ տարօրինակ կերպով Մարինեն դրա համար տխրություն չզգաց։ Ռաֆայելը բավարար սեր կունենար առանց նրա։ Վերոնիկան դատապարտվեց հանրային աշխատանքների ագրեսիայի համար ծանր տուգանքի։ Ռոբերտի հետ նրա հարաբերություններն ավարտվեցին դատավճռից քիչ անց, քանի որ նա չէր ուզում այլս սկանդալների հետ կապված լինել։ Նա փորձեց իր պատմությունը վաճառել մամուլին, բայց այդ ժամանակ արդեն ոչ ոքի դա չէր հետաքրքրում։ Մարինեն մի քանի ամիս անց վերադարձավ աշխատանքի, գտնելով աշխատանք մի հկում, որն օգնում էր ընտանեկան բռնության ենթարկված կանանց։ Դա մի աշխատանք էր, որն իմաստ ուներ նրա համար, որը նրան կապում էր այլ կանանց հետ, ովքեր, ինչպես ինքը, դժվար իրավիճակների էին բախվել։ Նա կիսվում էր իր պատմությամբ, երբ տեղին էր, ցույց տալով, որ հնարավոր է մյուս կողմից դուրս գալ ավելի ուժեղ։ Մի կիրակի կեսօր, Ռաֆայելի ծնունդից 6 ամիս անց, Մարինեն, Ալբերտը, Ջուլիանան մի քանի այլ ընկերներ հավաքվել էին բնակարանում ճաշի։ Ռաֆայելը նստած էր իր մանկական աթոռին, փորձում էր ձեռքերով կարտոֆիլի խյուս ուտել, սքանչելի խառնաշփոթ էր ստեղծում։ Բոլորը ծիծաղում էին, զրուցում, պատմություններ կիսում։ Մարինեն նայեց սեղանի շուրջ, զգաց, թե ինչպես է սիրտը լցվում երախտագիտությամբ։ Այստեղ էր իր ընտանիքը։ Ոչ այն ընտանիքը, որը նա պատկերացնում էր ունենալ, երբ ամուսնանում էր Ռոբերտի հետ, ոչ հեքիաթների կատարյալ ընտանիքը, այլ իրական ընտանիք, կառուցված իսկական սիրո, փոխադարձ աջակցության երկրորդ հնարավորությունների վրա։ Ալբերտը գրկեց Ռաֆայելին, մաքրելով նրա ուտելիքով լի դեմքը։ Երեխան ծիծաղեց, այն համեղ մանկական ծիծաղով, որը հալեցնում է ցանկացած սիրտ, ամուր բռնեց պապիկի մատը։ Գիտես, Մարինե, ասաց Ալբերտը, նայելով դստերը, երբեմն կարծում եմ, որ դատարանի այն սարսափելի օրը, ինչ-որ առումով, օրհնություն էր։ Ոչ թե տեղի ունեցած վատ բաների համար, այլ որովհետև այն մեզ վերադարձրեց իրար։ Որովհետև այն ինձ հնարավորություն տվեց լինել այստեղ, այս պահին, քեզ իմ թոռան հետ։ Մարինեն ոտքի կանգնեց, միաժամանակ գրկեց հորն ու որդուն։ Ես էլ եմ նույն բանը մտածում, հայրիկ։ Ես այնքան ցավի, այնքան վախի միջով անցա։ Բայց այդ ամենը ինձ բերեց այստեղ։ Եվ ես ոչ մի բանի հետ չէի փոխի այն, որտեղ հիմա գտնվում եմ։ Զրույցը բնականon կերպով անցավ այլ թեմաների։ Ջուլիանան զվարճալի պատմություն էր պատմում իր նոր ընկերոջ մասին, Ալբերտի ընկերներից մեկը կատակներ էր անում, մյուսը մեկնաբանում էր քաղաքականությունը։ Դա սովորական, պարզ, բայց իմաստով լի կեսօր էր։ Երբ Արը սկսեց մայր մտնել, հյուրերը գնացին, Մարինեն մենակ մնաց Ռաֆայելի հետ։ Նա կերակրեց նրան, լողացրեց, հագցրեց աստղերի նախշերով փափուկ գիշերազգեստը։ Որդուն քնեցնելու համար օրորելիս նա ցածրաձայն երգում էր, Ռաֆայելը նրան դիտում էր այն մեծ ու հետաքրքրասեր աչքերով։ Գիտես, սերս, շնջաց Մարինեն, մայրիկը շատ բաների միջով է անցել, որպեսի հասնի քեզ։ Պահեր են եղել, երբ կարծում էի, թե չեմ կարողանա։ Պահեր, երբ վախն այնքան մեծ էր, որ կարծես կուլ էր տալիս ինձ։ Բայց դու ինձ ուժ տվեցիր։ Քեզ գրկելու, քո դեմքը տեսնելու, քո մայրը լինելու գաղափարը ստիպեց ինձ շարունակել պայքարել։ Ռաֆայելը հորանջեց, նրա փոքրիկ աչքերը սկսեցին փակվել։ Մարինեն շարունակեց նրբորեն օրորել։ Եվ գիտես ինչ։ Ամեն ինչ արժեր։ Յուրաքանչյուր արցունք, ցավի յուրաքանչյուր պահ, վախի յուրաքանչյուր վայրկյան։ Այդ ամենը ինձ բերեց քեզ մոտ, դու լավագույն բանն ես, որ երբե պատահել է իմ կյանքում։ Նա Ռաֆայելին դրեց օրորոցի մեջ, ծածկեց թեթ ծածկոցով կանգնած մնաց, դիտելով, թե ինչպես է նա քնում։ Իր որդին։ Իր հրաշքը։ Կենդանի ապացույցը, որ նույնիսկ ամենամութ պահերին հույսը մնում է։ Որ նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում, հնարավոր է նորից սկսել։ Որ մոր ուժը զուգորդված հոգատար ընտանիքի սիրով կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն։ Մարինեն լուր դուրս եկավ սենյակից, գնաց հյուրասենյակի պատուհանի մոտ։ Երան քաղաքը տարածվում էր նրա առջ, միլիոնավոր լույսեր թարթում էին գիշերվա մեջ։
Ինչ-որ տեղ այնտեղ Ռոբերտը հավանաբար փորձում էր վերականգնել իր փլուզված կայսրությունը։ Վերոնիկան դիմակայում էր իր արարքների հետանքներին։ Եվ հազարավոր այլ պատմություններ էին տեղի ունենում միաժամանակ՝ սիրո կորստի, ցավի հաղթահարման, անկումների վերելքների պատմություններ։ Բայց այստեղ, Արաբկիրի այս փոքրիկ բնակարանում, Մարինեն գտել էր իր խաղաղությունը։ Գտել էր իր տեղն աշխարհում։ Դա կատարյալ չէր, դեռ առջում մարտահրավերներ կային, դեռ կային դժվար գիշերներ կասկածի պահեր։ Բայց կար նա սեր, աջակցություն, այն վստահությունը, որ նա այլս մենակ չէ։ Հեռախոսը թրթռաց հորից եկած հաղորդագրությունից։ Պարզապես ուզում էի բարի գիշեր մաղթել քեզ Ռաֆայելին։ Քաղցր երազներ։ Սիրում եմ քեզ, աղջիկս։ Մարինեն ժպտաց պատասխանեց. Ես էլ եմ քեզ սիրում, հայրիկ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Նա դրեց հեռախոսը, անջատեց հյուրասենյակի լույսերը, գնաց իր սենյակ։ Քնելուց առաջ վերջին անգամ նայեց մանկական մոնիտորին, տեսնելով Ռաֆայելին խաղաղ քնած։ Եվ հետո երկար ժամանակ անց առաջին անգամ Մարինեն նույնպես խաղաղ քնեց։ Առանց մղձավանջների, առանց վախերի, առանց անհանգստության։ Պարզապես խաղաղություն։ Որովհետև նա սովորել էր ամենակարևոր դասը, որ իսկական ուժը ոչ թե երբեք չընկնելու մեջ է, այլ ամեն անգամ ընկնելուց հետո ոտքի կանգնելու։ Որ իսկական սերը, լինի դա հոր, ընկերոջ թե որդու, կարող է բուժել նույնիսկ ամենախորը վերքերը։ Եվ որ երբեմն ամենագեղեցիկ ավարտները ծնվում են ամենացավոտ սկիզբներից։ Մարինեն դիմակայել էր ամենավատին գոյատել։ Գտել էր իր ձայնը քաոսի մեջ։ Պաշտպանել էր իր որդուն էկ առյուծի կատաղությամբ։ Եվ վերականգնել էր կամուրջներ, որոնք կարծում էր, թե ընդմիշտ քանդված են։ Հիմա Ռաֆայելի հետ, որը քնած էր հարան սենյակում, հոր հետ, որը ընդամենը մեկ զանգի հեռավորության վրա էր, նա վերջապես իրեն ամբողջական էր զգում։ Կյանքը միշտ հեշտ չէր լինելու։ Կլինեին խոչընդոտներ, անհանգստություններ, դժվար պահեր։ Բայց Մարինեն այժմ գիտեր, որ բավարար ուժ ունի ցանկացած բանի դիմակայելու համար։ Որովհետև նա այլս այն փխրուն վախեցած կինը չէր, որը մտել էր դատարան այն ճակատագրական օրը։ Նա վերապրող էր։ Պայքարող։ Մայր։ Եվ պատրաստ էր ցանկացած բանի, որ ապագան կբերեր։ Եվ այսպես, Երանի աստղազարդ երկնքի տակ, սիրով հույսով լի փոքրիկ բնակարանում, Մարինեն փակեց աչքերը, ժպտաց։ Որովհետև գիտեր, իր հոգու խորքում, որ ամեն ինչ լավ կլինի։ Ոչ անմիջապես, ոչ առանց ջանքերի, բայց ի վերջո։ Եվ այդ վստահությունն այն ամենն էր, ինչի կարիքը նա ուներ։